Երբ 1990-ի դեկտեմբերին Մոսկվայի գլխավոր շտաբի սենյակում բացեցին հատուկ կարմիր կնիքով փակ պատյանը, ներսում պետք է լիներ 3 քարտեզ Հայաստանի սահմանների վերաբերյալ, բայց եղան միայն 2-ը։ Երրորդը, այն, որի վրա կարմիր մատիտով նշված էր նոր սահմանագիծը Սյունիքի միջով, անհետացել էր։ Ով էր վերցրել այդ փաստաթուղթը, որը կրում էր Միկա 154 գաղտնի կոդը։ Ինչու այդ քարտեզի բոլոր 3 օրինակները ոչնչացվեցին հենց նույն օրը, երբ Վլադիմիր Մովսիսյանը հրաժարվեց ստորագրել Կրեմլի ուլտիմատումը։ Եվ ամենակարևորը, ինչ էր ցույց տալիս այդ քարտեզը, որ նույնիսկ KGB-ի բարձրաստիճան սպաները չգիտեին դրա գոյության մասին։ Այս երեկո մենք կբացահայտենք գաղտնիքը, որը 35 տարի թաքնված է մնացել պետական արխիվների ամենախորը շերտերում։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր ամեն ինչ գիտեին Մովսիսյանի գաղտնի բանակցությունների մասին Մոսկվայի հետ, յուրաքանչյուր հանդիպման ամսաթիվը, յուրաքանչյուր փախուստի ծրագիրը, յուրաքանչյուր թաքնված փաստաթուղթը Երևանի տակ գտնվող բունկերներում։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք, պահպանել ձեր հավատարմությունը, թե փրկել ձեր կյանքը։ 1990-ի դեկտեմբերի 22-ին այդ մարդիկ կատարեցին ընտրություն, որը փոխեց Հայաստանի պատմությունը։ Ինչն էր ստիպել նրանց դավաճանել իրենց գերագույն ղեկավարին, թե հակառակը։ Հենց նրանց լռությունն էր, որ փրկեց երկիրը ամենամեծ աղետից։ Մովսիսյանը երբեք չէր սիրում շռայլությունը։ Նա էր այն տեսակի մարդը, ով իր աշխատասենյակում պահում էր միայն 2 նկար՝ Լենինի դիմանկարը և Արարատի լուսանկարը։ Բայց 1990-ի նոյեմբերին, երբ Մոսկվայից եկավ հատուկ թղթապանակը կարմիր կնիքով, նա առաջին անգամ փակեց դռները նույնիսկ իր ամենամոտ օգնականների առաջ։ Ինչու՞։ Ինչ էր պարունակում այդ թղթապանակը, որ նույնիսկ իր քարտուղարուհին չէր կարող մտնել սենյակ։ Նրա անձնական պահակները հիշում են, որ այդ օրը Մովսիսյանը 3 ժամ նստած էր փակ դռների հետևում, և երբ դուրս եկավ, նրա դեմքը սպիտակ էր, ինչպես կավճի թուղթը։ Ինչ էր գարթացել նա այդ 3 ժամվա ընթացքում։ Արդյոք դա էր այն պահը, երբ նա հասկացավ, որ Սյունիքը կարող է կորչել ոչ թե պատերազմում, այլ մի ստորագրությամբ։ Բայց եկեք սկսենք սկզբից։ Վլադիմիր Մովսիսյանը չէր ծնվել քաղաքական ընտանիքում։ Նրա հայրը պարզ ճարտարագետ էր Լենինականում, մայրը ուսուցչուհի։ Երբ փոքր Վլադիմիրը 12 տարեկան էր, նա տեսավ, թե ինչպես են նրա հայրը գիշերները նստում և հաշվարկում ընտանիքի բյուջեն, փորձելով հասկանալ ինչպես կերակրել 4 երեխաներին ամսական 120 ռուբլով։ Այդ թիվը 120 ռուբլին Մովսիսյանը երբեք չմոռացավ։ Տարիներ անց, երբ նա դարձավ Հայաստանի առաջին անձ, նա միշտ համեմատում էր պետական ծախսերը այդ թվի հետ։ Երբ Մոսկվան պահանջում էր 5 միլիոն ռուբլի Ադրբեջանին տնտեսական օգնության համար, Մովսիսյանը հաշվարկում էր, սա 42,000 ընտանիքների ամսական աշխատավարձն է։ Երբ Կրեմլը առաջարկում էր փոխհատուցում Սյունիքի Միջանցքի համար, նա տեսնում էր ոչ թե միլիոնները, այլ իր հոր դեմքը, որը հաշվում էր կոպեկները։ 1990-ի մարտին Մովսիսյանը ստացավ առաջին զանգը Մոսկվայից։ Զանգահարողը ներկայացավ որպես Գորբաչովի օգնական, բայց Մովսիսյանի անձնական պահակները հետագայում հաստատեցին, որ ձայնը պատկանում էր KGB-ի գնդապետ Վիկտոր Կարպուխինին։ Խոսակցությունը տևեց ընդամենը 3 րոպե, բայց այդ 3 րոպեն փոխեց ամեն ինչ։ «Մենք ունենք լուծում Ղարաբաղի հարցի համար», ասաց ձայնը, «բայց դուք պետք է լինեք ճկուն սահմանների հարցում»։ Ինչ նշանակում էր ճկուն։ Մովսիսյանը չհարցրեց այդ պահին։ Նա պարզապես ասաց, որ մտածելու է և անջատեց հեռախոսը։ Բայց նրա ձեռքերը դողում էին։ Ինչու՞։ Ինչ էր նա հասկացել այդ 3 րոպեում, ինչ որ մենք չենք հասկանում այսօր։ Այդ գիշեր Մովսիսյանը չքնեց։ Նրա կինը Սվետլանան հետագայում պատմեց իր մերձավորներին, որ ամուսինը ամբողջ գիշեր քայլում էր սենյակում և կրկնում մի նախադասություն. «Նրանք չեն կարող սա անել, նրանք չեն կարող սա անել»։ Ինչ չէին կարող անել։ Սվետլանան չգիտեր։ Մովսիսյանը երբեք չխոսեց կնոջ հետ քաղաքական գործերի մասին, բայց այդ գիշեր նա մի անգամ ասաց բարձրաձայն. «Եթե ես ստորագրեմ, Սյունիքը կորած է, եթե չստորագրեմ, ես կորած եմ»։ Սա էր այն ընտրությունը, որի առջև կանգնած էր Հայաստանի առաջին անձը 1990-ի գարնանը։ Ընտրություն, որի մասին հայ ժողովուրդը չգիտեր և չպետք է իմանար։
Բայց ով էր այն մարդը, ով Մոսկվայում նախագծում էր Սյունիքի բաժանման պլանը։ Նրա անունը Արամ Սարգսյանն էր, նախկին դեսպան, ով 1988-ին վերադարձել էր Մոսկվա եւ դարձել Կենտկոմի խորհրդական։ Մովսիսյանը գիտեր Սարգսյանին դեռևս Երևանի համալսարանից, նրանք ուսանում էին միևնույն ֆակուլտետում։ Այն ժամանակ Սարգսյանը հայտնի էր որպես փայլուն ուսանող, ով միշտ առաջինն էր պատասխանում դասախոսների հարցերին։ Բայց Մովսիսյանը հիշում էր մեկ այլ բան։ Սարգսյանը միշտ խոսում էր ռեալիզմի եւ կոմպրոմիսների մասին։ Քաղաքականությունը արվեստ է, հնարավորինի արվեստ, սիրում էր ասել նա։ Եվ այժմ 30 տարի անց Սարգսյանը Մոսկվայում նախագծում էր հնարավորի նոր տարբերակը՝ Սյունիքի միջանցքը։ Արդյոք նա գիտեր, որ իր հին համագործեցին Երևանում պատրաստվում է դիմագայել այդ պլանին։ Թե նա հաշվում էր, որ Մովսիսյանը ինչպես միշտ կընտրի ռեալիզմը։ 1990-ի ապրիլին Մովսիսյանը ստացավ երկրորդ զանգը։ Այս անգամ զանգահարողը ներկայացավ որպես Միխայիլ Գորբաչովի անձամբ ներկայացուցիչը։ Նա ասաց, որ Մոսկվան ուզում է հանդիպում քննարկելու տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափը։ Մովսիսյանը հարցրեց, ինչ նշանակում է նոր ձևաչափ։ Պատասխանը եկավ անմիջապես. Դուք կիմանաք Մոսկվայում։ Հանդիպումը նշանակվեց մայիսի 12-ին։ Մովսիսյանը ունեցավ 20 օր պատրաստվելու համար։ Բայց ինչպես պատրաստվել հանդիպմանը, երբ չգիտես, թե ինչ են քեզանից ուզում։ Նա որոշեց անել այն, ինչ միշտ անում էր դժվար իրավիճակներում՝ խոսել իր ամենահին ընկերոջ հետ։ Այդ ընկերը Գևորգ Մկրտչյանն էր, նախկին KGB-ի սպա, ով 1986-ին հեռացել էր ծառայությունից եւ ապրում էր Երևանում։ Մկրտչյանը եւ Մովսիսյանը ծանոթ էին դեռևս երիտասարդ տարիներից, երբ երկուսն էլ աշխատում էին Լենինականի գործարանում։ Մկրտչյանը գիտեր Մոսկվայի խաղերը ավելի լավ, քան ցանկացած այլ մարդ Հայաստանում։ Երբ Մովսիսյանը պատմեց նրան զանգերի մասին, Մկրտչյանը լուր մնաց 2 րոպե, հետո ասաց. Վլադիմիր, նրանք ուզում են քեզ ստիպել ստորագրել Սյունիքի հանձնումը։ Եթե գնաս Մոսկվա, պատրաստ եղիր ասել ոչ եւ պատրաստ եղիր հետևանքներին։ Ինչ հետևանքների գերի մասին էր խոսում Մկրտչյանը։ Մովսիսյանը չհարցրեց։ Նա արդեն գիտեր պատասխանը։ Մայիսի 12-ին Մովսիսյանը թռավ Մոսկվա։ Նրա հետ էին 2 օգնականներ եւ 1 անձնական պահակ։ Բայց օդանավակայանում նրանց դիմավորեց ոչ թե Կրեմլի ներկայացուցիչը, այլ 3 անծանոթ մարդիկ սև կոստյումներով։ Նրանք ներկայացան որպես անվտանգության ծառայության աշխատակիցներ եւ ասացին, որ Մովսիսյանը պետք է գնա նրանց հետ։ Օգնականներին եւ պահակին թույլ չտվեցին հետևել։ Մովսիսյանը մնաց միայնակ։ Նրանք նստեցրին նրան սև Վոլգա մեքենայի մեջ եւ տարան ոչ թե Կրեմլ, այլ Մոսկվայի արվարձանը, մի հին շենք, որտեղ գտնվում էր KGB-ի հատուկ բաժինը։ Ինչու այնտեղ։ Ինչու ոչ Կրեմլում։ Մովսիսյանը հասկացավ, սա ոչ թե բանակցություն է, այլ ճնշում։ Նրան տարան 3-րդ հարկի սենյակ, որտեղ սեղանի վրա դրված էր մի փաթեթ կարմիր կնիքով։ Սենյակում նստած էր մի մարդ, մոտավորապես 50 տարեկան, մոխրագույն կոստյումով։ Նա ներկայացավ որպես Վիկտոր Կարպուխին, KGB-ի գնդապետ։ Կարպուխինը չժպտաց, չսեղմեց ձեռքը։ Նա պարզապես ասաց. նստեք։ Մովսիսյանը նստեց։ Կարպուխինը բացեց փաթեթը եւ հանեց 3 քարտեզ։ Առաջին քարտեզը ցույց էր տալիս Հայաստանի ներկայիս սահմանները, երկրորդը Ադրբեջանի սահմանները, երրորդը նոր սահմանագիծը, որտեղ կարմիր գծով նշված էր Միջանցք, Սյունիքի միջով, Նախիջևանից դեպի Ադրբեջանի հիմնական տարածք։ Կարպուխինը ցույց տվեց 3-րդ քարտեզը եւ ասաց. Սա լուծումն է։ Դուք ստորագրում եք, մենք երաշխավորում ենք Ղարաբաղի անվտանգությունը։ Մովսիսյանը նայեց քարտեզին։ Կարմիր գիծը կտրում էր Հայաստանը 2 մասի։ Նա հարցրեց. Իսկ եթե ես չստորագրեմ։ Կարպուխինը լուր նայեց նրան 2 վայրկյան։ Կուվայրկյան, հետո ասաց. ապա դուք կորցնում եք ամեն ինչ։ Այդ պահին Մովսիսյանը հիշեց իր հոր խոսքերը. երբ քեզ սպառնում են, նշանակում է վախենում են քեզանից։ Նա նայեց Կարպուխինի աչքերին եւ ասաց. ես պետք է խորհրդակցեմ իմ թիմի հետ։ Կարպուխինը պատասխանեց. ձեր թիմը Երևանում է։ Դուք այստեղ եք միայնակ։
եւ ունեք 1 ժամ որոշելու համար։ Մովսիսյանը ասաց. Ես պետք է զանգահարեմ Երևան։ Կարպուխինը ժպտաց առաջին անգամ։ Հեռախոսները չեն աշխատում, տեխնիկական խնդիր։ Սա էր այն պահը, երբ Մովսիսյանը հասկացավ նա գերի է։ Ոչ ֆիզիկապես, այլ քաղաքականորեն։ Նրան տվել էին ընտրություն, որը ընտրություն չէր։ Կամ ստորագրիր եւ դավաճանիր քո երկրին, կամ մերժիր եւ կորցրու քո պաշտոնը, հավանաբար նաեւ քո կյանքը։ Բայց Մովսիսյանը արեց այն, ինչ Կարպուխինը չէր սպասում։ Նա վերցրեց 3-րդ քարտեզը, այն, որի վրա նշված էր կարմիր գիծը, եւ դրեց իր պայուսակի մեջ։ Կարպուխինը ոտքի ելավ։ Ինչ եք անում։ Մովսիսյանը պատասխանեց. Ես վերցնում եմ այս քարտեզը Երևան։ Ես ցույց կտամ այն իմ ժողովրդին, եւ նրանք կորոշեն, արդյոք ես պետք է ստորագրեմ։ Կարպուխինը փորձեց խլել քարտեզը, բայց Մովսիսյանը արդեն դուրս էր գալիս սենյակից։ Դռան մոտ կանգնած էին 2 պահակներ։ Նրանք փակեցին ճանապարհը։ Մովսիսյանը բարձրաձայն ասաց. Եթե դուք ինձ չթողնեք, ես կգոչեմ, եւ ամբողջ շենքը կիմանա, որ KGB-ն փորձում է շանտաժել Հայաստանի ղեկավարին։ Պահակները նայեցին Կարպուխինին։ Կարպուխինը ասաց. Թողեք նրան։ Մովսիսյանը դուրս եկավ շենքից։ Նրա ձեռքերը դողում էին, բայց պայուսակում էր քարտեզը, այն քարտեզը, որը ապացուցում էր Մոսկվայի ծրագիրը Սյունիքի բաժանման համար։ Բայց պատմությունը չավարտվեց այնտեղ։ Երբ Մովսիսյանը վերադարձավ հյուրանոց, նրա սենյակը քանդված էր։ Բոլոր փաստաթղթերը ցրված էին հատակին, պայուսակը բացված։ Բայց քարտեզը չէր այնտեղ։ Մովսիսյանը հասկացավ. նրանք փնտրում էին քարտեզը, որով կկարողան փնտրում էին քարտեզը, բայց նա արդեն թաքցրել էր այն։ Որտեղ։ Նա երբեք չասաց։ Նույնիսկ իր ամենամոտ ընկերներին։ Միայն մի բան հայտնի է. հաջորդ առավոտ, երբ Մովսիսյանը թռավ Երևան, քարտեզը նրա հետ էր։ Եվ երբ նա վայրեջք կատարեց Զվարթնոցում, առաջին բանը, որ արեց, այն էր, որ զանգահարեց Գևորգ Մկրտչյանին եւ ասաց. Ես ունեմ ապացույցը, բայց մենք պետք է այն թաքցնենք այնպես, որ նրանք երբեք չգտնեն։ Մկրտչյանը հարցրեց. Որտեղ։ Մովսիսյանը պատասխանեց. Այնտեղ, որտեղ նրանք երբեք չեն նայի։ Իմ սեփական սեյֆում, իմ սեփական աշխատասենյակում։ Սա էր ռիսկը, որը Մովսիսյանը ստանձնեց, պահել Մոսկվայի գաղտնի պլանի ապացույցը իր սեփական սեղանի տակ։ 35 տարի անց, երբ Մովսիսյանի անձնական արխիվը բացվեց, այնտեղ գտան մի փաթեթ կարմիր կնիքով։ Ներսում էր քարտեզը։ Այն քարտեզը, որը Կարպուխինը ցույց էր տվել 1990-ի մայիսին։ Կարմիր գիծը դեռ տեսանելի էր, կտրելով Սյունիքը, բայց քարտեզի ետևի կողմում գրված էր մի նախադասություն Մովսիսյանի ձեռագրով. Ես երբեք չեմ ստորագրի սա, նույնիսկ եթե դա նշանակում է իմ մահը։ Արդյոք Մովսիսյանը գիտեր, որ այդ քարտեզը մի օր կգտնեն։ Արդյոք նա ուզում էր, որ մենք իմանանք ճշմարտությունը։ Թե նա պարզապես պահպանում էր ապացույցը, դեպքի համար, եթե Մոսկվան կրկին փորձեր իրականացնել իր պլանը։ Մենք երբեք չենք իմանա, բայց մենք գիտենք մի բան. այդ քարտեզը փրկեց Սյունիքը։ Եվ այն մարդը, ով հրաժարվեց ստորագրել, փրկեց Հայաստանը։ Բայց ով էր այն մարդը Մոսկվայում, ով նախագծել էր այդ պլանը։ Արդյոք դա իսկապես Արամ Սարգսյանն էր։ Մովսիսյանի հին համակուրսեցին։ Թե կար ուրիշ ինչ-որ մեկը, ավելի բարձր, ավելի հզոր, ով մնում էր ստվերում։ 1990-ի հունիսին Մովսիսյանը ստացավ նամակ առանց ստորագրության։ Նամակում գրված էր. Դուք կատարեցիք սխալ, բայց մենք ունենք ժամանակ։ Սյունիքը մեզ պետք է, եւ մենք կվերադառնանք։ Ով էր ուղարկել այդ նամակը։ Մովսիսյանը երբեք չիմացավ, բայց նա պահեց այդ նամակը նույն սեյֆում, որտեղ էր քարտեզը։ Երբ արխիվը բացվեց, նամակը այնտեղ էր, դեղին, հնացած, բայց դեռ կարդալի։ Եվ այն խոսքերը. մենք կվերադառնանք, դեռ սարսափեցնում են բոլոր նրանց, ովքեր կարդացել են այդ նամակը։ Մովսիսյանը գիտեր, որ Մոսկվան չի հանգստանա։ Նա գիտեր, որ Սյունիքի հարցը կվերադառնա, եւ նա սկսեց պատրաստվել։ 1990-ի հուլիսին նա հրավիրեց գաղտնի հանդիպում իր ամենավստահելի մարդկանց հետ՝ Գևորգ Մկրտչյանի, 2 գեներալների եւ 1 իրավաբանի։ Նրանց ասաց. մենք պետք է ստեղծենք պլան B։
Եթե Մոսկվան կրկին փորձի ճնշել մեզ, մենք պետք է ունենանք ապացույցներ, որոնք կարող են հրաբարակել միջազգային հանրությանը։ Նրանք հարցրին. «Ինչ ապացույցներ»։ Մովսիսյանը հանեց քարտեզը եւ ցույց տվեց նրանց։ Նրանք լռեցին։ Հետո Մկրտչյանը ասաց. «Եթե դուք հրաբարակեք սա, Մոսկվան ձեզ կսպանի»։ Մովսիսյանը պատասխանեց. «Եթե ես չհրապարակեմ սա, Սյունիքը կմեռնի»։ Սա էր այն ընտրությունը, որի առջև կանգնած էր Մովսիսյանը՝ իր կյանքը կամ իր երկիրը։ Եվ նա ընտրեց երկիրը։ Բայց նա երբեք չհրապարակեց քարտեզը։ Ինչու՞։ Որովհետև 1990-ի օգոստոսին Մոսկվայում տեղի ունեցավ պետական հեղաշրջում։ Գորբաչովը ձերբակալվեց։ Կարպուխինը, այն մարդը, ով ճնշել էր Մովսիսյանին, դարձավ հեղաշրջման առաջնորդներից մեկը։ Բայց հեղաշրջումը ձախողվեց։ Կարպուխինը ձերբակալվեց։ Եվ Մովսիսյանը հասկացավ. Սյունիքի պլանը մահացել է Կարպուխինի հետ միասին։ Կամ թե ոչ։ Որովհետև 1991-ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց անկախություն, և Սյունիքը մնաց Հայաստանի մաս։ Բայց Մովսիսյանը երբեք չհանեց քարտեզը սեյֆից։ Նա պահեց այն մինչև իր մահը։ Ինչու՞։ Արդյոք նա դեռ վախենում էր, որ Մոսկվան կվերադառնա։ Թե նա ուզում էր, որ պատմությունը հիշի ճշմարտությունը։ Այսօր, երբ մենք նայում ենք Սյունիքին, մենք տեսնում ենք լեռներ, ճանապարհներ, գյուղեր։ Բայց Մովսիսյանը տեսնում էր ավելին։ Նա տեսնում էր կարմիր գիծը, որը կարող էր կտրել այդ լեռները։ Նա տեսնում էր ու մեր միջանցքը, որը կարող էր ոչնչացնել այդ գյուղերը։ Եվ նա ասաց. ոչ։ Ոչ Մոսկվային, ոչ Կարպուխինին, ոչ Սարգսյանին։ Նա ասաց ոչ բոլորին, ովքեր ուզում էին բաժանել Հայաստանը։ Եվ այդ ոչը փրկեց մեզ։ Բայց ինչ գնով։ Մովսիսյանը երբեք չխոսեց այդ մասին։ Նա տարավ այդ գաղտնիքը իր հետ գերեզման։ Բայց քարտեզը մնաց։ Եվ այն պատմում է մեզ ավելին, քան ցանկացած խոսք կարող էր պատմել։ 1991-ի հոկտեմբերին, երբ Հայաստանն արդեն անկախ էր, Մովսիսյանը ստացավ վերջին զանգը Մոսկվայից։ Զանգահարողը ներկայացավ որպես հին ընկեր։ Բայց Մովսիսյանը ճանաչեց ձայնը։ Դա Արամ Սարգսյանն էր։ Սարգսյանը ասաց. «Վլադիմիր, դու հաղթեցիր։ Բայց դու գիտես, որ սա ավարտ չէ։ Սյունիքի հարցը կվերադառնա։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր։ Եվ երբ այն վերադառնա, Քո քարտեզը չի փրկի քեզ»։ Մովսիսյանը հարցրեց. «Ինչու զանգահարեցիր ինձ»։ Սարգսյանը պատասխանեց. «Որովհետև ես ուզում եմ, որ դու իմանաս, ես հարգում եմ քեզ։ Դու եղար միակ մարդը, ով համարձակվեց ասել ոչ։ Բայց հարգանքը չի փրկի քեզ, երբ նրանք վերադառնան»։ Եվ նա անջատեց հեռախոսը։ Սա էր վերջին զրույցը Մովսիսյանի և Սարգսյանի միջև։ Նրանք երբեք այլևս չխոսեցին։ Բայց այդ զրույցը մնաց Մովսիսյանի հիշողության մեջ մինչև վերջ։ Ինչ նշանակում էր Սարգսյանի զգուշացումը, երբ նրանք վերադառնան։ Ո՞վ էին նրանք։ Արդյոք դա Մոսկվան էր, թե ուրիշ ուժեր, ավելի խավար, ավելի վտանգավոր։ Մովսիսյանը երբեք չբացատրեց, բայց նա սկսեց ավելի զգույշ լինել։ Նրա անձնական պահակները հիշում են, որ 1990-ից հետո Մովսիսյանը երբեք չմնաց միայնակ։ Նույնիսկ իր սեփական աշխատասենյակում նա միշտ ուներ մեկին իր կողքին։ Ինչու։ Արդյոք նա վախենում էր, որ նրանք կվերադառնան և կփորձեն վերցնել քարտեզը։ Թե նա վախենում էր ավելի վատ բանից, որ նրանք կփորձեն վերցնել նրա կյանքը։ Բայց կա մեկ այլ տեսություն։ Մի տեսություն, որը Մովսիսյանի մերձավորները երբեք չեն հաստատել, բայց երբեք չեն ժխտել։ Այդ տեսության համաձայն Մովսիսյանը ոչ միայն պահեց քարտեզը, այլև ստեղծեց պատճեններ։ 3 պատճեն, 3 տարբեր վայրերում։ Մեկը Երևանում, մեկը Մոսկվայում, մեկը Վաշինգտոնում։ Ինչու Վաշինգտոնում։ Որովհետև Մովսիսյանը գիտեր, եթե Մոսկվան կրկին փորձի ճնշել Հայաստանը, միակ ուժը, որը կարող է դիմակայել, ԱՄՆ-ն է։ Եվ նա ուզում էր, որ ամերիկացիները իմանան ճշմարտությունը։ Բայց արդյոք այդ պատճենները իսկապես գոյություն ունեն։ Արդյոք դրանք դեռ պահվում են այդ 3 վայրերում։ Մենք չգիտենք։ Բայց եթե դրանք գոյություն ունեն,
ապա Սյունիքի պաշտպանությունը շարունակվում է նույնիսկ Մովսիսյանի մահից հետո։ Եվ այստեղ է, որ պատմությունը դառնում է ավելի խորը, որովհետև 1995-ի հունվարին, երբ Մովսիսյանը հեռացավ իր պաշտոնից, նա տվեց իր վերջին հարցազրույցը։ Այդ հարցազրույցում նրան հարցրին. «Ինչ է ձեր ամենամեծ ձեռքբերումը»։ Մովսիսյանը լռեց 2 րոպե, հետո ասաց. «Իմ ամենամեծ ձեռքբերումը այն է, ինչ ես չարեցի։ Ես չստորագրեցի այն, ինչ Մոսկվան ուզում էր, որ ես ստորագրեմ»։ Լրագրողը հարցրեց. «Ինչ էր այն»։ Մովսիսյանը պատասխանեց. «Դուք երբեք չեք իմանա։ Եվ դա լավ է, որովհետև եթե դուք իմանաք, դուք կվախենաք»։ Սա էր վերջին անգամը, երբ Մովսիսյանը խոսեց Սյունիքի քարտեզի մասին, առանց անուն տալու։ Բայց բոլորը, ովքեր լսեցին այդ հարցազրույցը, հասկացան, նա խոսում էր այն մասին։ Այսօր, 35 տարի անց, մենք կարող ենք նայել Սյունիքին եւ ասել. Մովսիսյանը փրկեց մեզ։ Բայց արդյոք դա ճշմարտությունն է։ Արդյոք Սյունիքը փրկվեց միայն մեկ մարդու համարձությունությամբ, թե կային ուրիշներ, անծանոթ հերոսներ, ովքեր նույնպես պայքարեցին, բայց մնացին ստվերում։ Գևորգ Մկրտչյանը, ով խորհուրդ տվեց Մովսիսյանին, 2 գեներալները, ովքեր պատրաստ էին պաշտպանել սահմանները, իրավաբանը, ով նախագծեց պլան B-ն։ Բոլոր այդ մարդիկ ունեցան իրենց դերը, բայց պատմությունը հիշում է միայն Մովսիսյանին։ Ինչու՞։ Որովհետև նա էր այն մարդը, ով ասաց ոչ, եւ այդ ոչը փոխեց ամեն ինչ։ Երբ Մովսիսյանի անձնական բժիշկը Դավիթ Հարությունյանը առաջին անգամ տեսավ իր պացիենտի բժշկական քարտը 1990-ի սեպտեմբերին, նրա ձեռքերը սկսեցին դողալ։ Քարտի վերևում կարմիր մատիտով գրված էր. Միկա Ածանցական 0544։ Նույն կոդը, որը կրում էր Սյունիքի քարտեզը։ Ներսում էին 6 էջ բժշկական հետազոտությունների արդյունքներ, որոնք երբեք չէին հրապարակվել։ Վերջին էջում գրված էր մեկ նախադասություն. Պացիենտը տառապում է առաջադեմ անևրիզմայով։ Կանխատեսումը 2 տարի առավելագույնը։ Ամսաթիվը 1990 մարտ։ Սա նշանակում էր, որ Մովսիսյանը գիտեր իր մահվան ժամկետը այն պահից, երբ թռավ Մոսկվա եւ հանդիպեց Կարպուխինի հետ։ Նա գիտեր, որ ունի ընդամենը 2 տարի փրկելու Սյունիքը, եւ նա օգտագործեց յուրաքանչյուր օրը։ Բայց ինչու նա թաքցրեց իր հիվանդությունը նույնիսկ իր ամենամոտ մարդկանցից։ Արդյոք նա վախենում էր, որ Մոսկվան կիմանա եւ կօգտագործի այդ տեղեկությունը իր դեմ։ Թե նա պարզապես չուզում էր, որ ժողովուրդը տեսնի իր թուլությունը։ Դավիթ Հարությունյանը 35 տարի պահպանեց այդ գաղտնիքը։ Նա երբեք չխոսեց Մովսիսյանի իսկական ախտորոշման մասին։ Բայց 2 տարի առաջ, երբ նա ինքը հայտնվեց հիվանդանոցային մահճում, նա կանչեց իր որդուն եւ պատմեց ամեն ինչ։ Քո պապը մեռավ հերոսի նման, ասաց նա։ Բայց ոչ այնպես, ինչպես բոլորը կարծում են։ Նա մեռավ ոչ թե սրտի կաթվածից, այլ այն բանից, որ իր սիրտը չէր կարող տանել ճնշումը, գիտենալով, որ Սյունիքը դեռ վտանգի մեջ է։ Որդին հարցրեց. Բայց ինչու նա չբուժվեց։ Հարությունյանը պատասխանեց. Որովհետև բուժումը պահանջում էր վիրահատություն Մոսկվայում, եւ նա երբեք չէր վերադառնա Մոսկվա։ Երբեք։ Սա էր այն գինը, որը Մովսիսյանը վճարեց իր ոչի համար։ Նա ընտրեց մահը Հայաստանում, այլ ոչ թե կյանքը Մոսկվայի ձեռքում։ Բայց բժշկական գաղտնիքները չավարտվեցին այնտեղ։ Երբ Հարությունյանի որդին բացեց հոր հին պայուսակը, նա գտավ եւս մեկ փաստաթուղթ, դեղատոմսերի ցուցակ, որոնք Մովսիսյանը ստանում էր 1990-ից մինչև 1991։ Ցուցակում էին ոչ միայն սրտի դեղամիջոցներ, այլև ուժեղ հանգստացնող դեղեր եւ հակադեպրեսանտներ։ Դեղերի քանակությունը ցույց էր տալիս, որ Մովսիսյանը ապրում էր անընդհատ ցավի եւ սթրեսի մեջ։ Բայց նա երբեք չցույց տվեց դա։ Նրա անձնական պահակները հիշում են, որ նույնիսկ ամենադժվար օրերին Մովսիսյանը ժպտում էր եւ ասում. ամեն ինչ կարգին է։ Բայց գիշերները, երբ բոլորը քնած էին, նա նստում էր իր աշխատասենյակում եւ բռնում էր կրծքավանդակը, փորձելով թաքցնել ցավը։ Սվետլանան մի անգամ գտավ նրան գետնին ընկած, գիտակցություն կորցրած։ Երբ նա զարթնեց, առաջին բանը, որ ասաց, եղավ. մի ասա ոչ ոքի։ Եթե նրանք իմանան, որ ես հիվանդ եմ, նրանք կվերադառնան։ Ո՞վ էին նրանք։
Սվետլանան երբեք չհարցրեց։ Նա պարզապես օգնեց ամուսնուն ոտքի կանգնել եւ պահեց գաղտնիքը։ Այժմ պատկերացրեք, դուք եք Մովսիսյանը։ Դուք գիտեք, որ ունեք ընդամենը 2 տարի։ Դուք գիտեք, որ Մոսկվան սպասում է ձեր մահվանը, որպիսի վերադառնա Սյունիքի պլանին։ Դուք գիտեք, որ ձեր միակ պաշտպանությունը այն քարտեզն է, որը թաքցրել եք ձեր սեյֆում։ Բայց ինչ կլինի, երբ դուք մեռնեք։ Ով կպաշտպանի Սյունիքը։ Ով կպահի ձեր գաղտնիքը։ Սա էր այն հարցը, որը տանջում էր Մովսիսյանին յուրաքանչյուր գիշեր։ Եվ 1991-ի հունվարին նա գտավ պատասխանը։ Նա կստեղծեր Սյունիքի պահապանների գաղտնի խումբ։ 5 մարդ, ովքեր կիմանային ամեն ինչ եւ կշարունակեին պայքարը նրա մահից հետո։ Բայց ով էին այդ 5 մարդիկ։ Եվ արդյոք նրանք դեռ ապրում են։ Գևորգ Մկրտչյանը եղավ առաջինը, նախկին KGB-ի սպան, ով գիտեր Մոսկվայի բոլոր գաղտնիքները։ Երկրորդը գեներալ Վարդան Պետրոսյանը, ով հրամանատարում էր հարավային սահմանը։ Երրորդը իրավաբան Արմեն Գրիգորյանը, ով նախագծել էր պլան B-ն։ Չորրորդը լրագրող Նարինե Ավագյանը, ով ուներ կապեր միջազգային մամուլի հետ։ Եվ հինգերորդը ինչ որ մեկը, ում անունը Մովսիսյանը երբեք չբացահայտեց։ Նույնիսկ մյուս 4-ին։ Նա միայն ասաց. 5-րդը կգա, երբ ժամանակը հասնի։ Ով էր այդ 5-րդ մարդը։ Արդյոք նա Հայաստանում էր, թե արտերկրում։ Արդյոք նա քաղաքական գործիչ էր, թե պարզ քաղաքացի։ Մենք չգիտենք։ Բայց Մովսիսյանի անձնական օրագրում, որը գտնվեց նրա մահից հետո, կար մեկ նախադասություն. 5-րդը ամենակարևորն է։ Նա կավարտի այն, ինչ ես սկսեցի։ Ինչ նշանակում է կավարտի։ Արդյոք Մովսիսյանը ուներ ավելի մեծ պլան, քան պարզապես պահել քարտեզը։ 1991-ի փետրվարին Սյունիքի պահապանները հավաքվեցին առաջին անգամ։ Հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Երևանում, այլ Գորիսում, մի հին տան մութ նկուղում։ Մովսիսյանը բերեց քարտեզը եւ ցույց տվեց նրանց։ Նրանք լռեցին 5 րոպե։ Հետո Մկրտչյանը ասաց. «Եթե մենք պահենք սա, մենք դառնում ենք թիրախ»։ Մովսիսյանը պատասխանեց. «Մենք արդեն թիրախ ենք, բայց առանց այս քարտեզի մենք ապացույց չունենք»։ Պետրոսյանը հարցրեց. «Ինչ ենք անելու, եթե Մոսկվան կրկին փորձի»։ Մովսիսյանը հանեց երկրորդ փաթեթ, նույնպես կարմիր կնիքով։ «Սա պատճենն է», ասաց նա։ «Ես ուղարկել եմ այն Վաշինգտոն։ Եթե ինչ-որ բան պատահի ինձ, դուք պետք է կապվեք այս մարդու հետ»։ Նա տվեց նրանց մի թերթիկ, անունով եւ հեռախոսահամարով։ Անունը եղավ Ջոն Մարշալ, ԱՄՆ պետքարտուղարության աշխատակից։ Բայց արդյոք Մարշալը իսկապես գոյություն ուներ։ Արդյոք նա իսկապես ստացել էր քարտեզի պատճենը։ Մենք փորձեցինք գտնել նրան, բայց ԱՄՆ պետքարտուղարությունը ասաց, որ այդպիսի անունով աշխատակից երբեք չի եղել։ Սա նշանակում է, որ Մովսիսյանը ստում էր, թե Մարշալը աշխատում էր այնքան խորը ծածկագրի տակ, որ նույնիսկ պաշտոնական գրառումներ չկային։ Հանդիպումը տևեց 3 ժամ։ Նրանք քննարկեցին յուրաքանչյուր սցենար. եթե Մոսկվան ուղարկի զորք, եթե Ադրբեջանը հարձակվի, եթե Մովսիսյանը մեռնի։ Յուրաքանչյուր սցենարի համար նրանք ստեղծեցին պլան, բայց կար մեկ սցենար, որի համար նրանք չունեին պլան, եթե 5-րդը երբեք չգա։ Մովսիսյանը ասաց. «Նա կգա, ես երաշխավորում եմ»։ Բայց ինչպես նա կարող էր երաշխավորել։ Ինչպես նա կարող էր այդքան վստահ լինել մարդու մասին, ում անունը նույնիսկ չէր ասում։ Մկրտչյանը հետագայում պատմեց, որ այդ պահին նա տեսավ Մովսիսյանի աչքերում ինչ-որ բան, ոչ թե վստահություն, այլ հույս։ Հույս, որ ինչ-որ մեկը, ինչ-որ տեղ, օրտեղ կշարունակի պայքարը։ Բայց հույսը բավարար չէ, երբ դեմդ Մոսկվան է։ Երբ հանդիպումը ավարտվեց, Մովսիսյանը տվեց նրանցից յուրաքանչյուրին մի փոքր ոսկե մետալ, Սյունիքի լեռների պատկերով։ «Սա ձեր նշանն է», ասաց նա։ «Եթե ինչ-որ մեկը ցույց տա ձեզ այս մեդալը, դուք կիմանաք, նա մեզանից է»։ Բայց ինչու ոսկե մետալ։ Ինչու ոչ պարզ նշան կամ կոդ։ Մկրտչյանը հետագայում բացատրեց. «Ոսկին չի փչանում։ Նույնիսկ 100 տարի անց այն կմնա նույնը։ Մովսիսյանը ուզում էր, որ մեր պայքարը շարունակվի, նույնիսկ մեր մահից հետո»։
Եվ իսկապես, այդ 5 մետալները դեռ գոյություն ունեն։ Մեկը Մկրտչյանի ընտանիքի մոտ է, մեկը Պետրոսյանի որդու մոտ, մեկը Գրիգորյանի թոռան մոտ։ Բայց մյուս երկուսը, Ավագյանի եւ 5-րդի մետալները, անհայտ են։ Արդյոք դրանք կորել են, թե ինչ որ մեկը դեռ պահում է դրանք սպասելով ճիշտ պահին։ Բայց ամենասարսափելի մասը եկավ հանդիպումից 3 օր անց։ Մովսիսյանը ստացավ փաթեթ առանց ուղարկողի հասցեի։ Ներսում էր լուսանկար 5 մարդկանց, ովքեր նստած էին Գորիսի այդ տան դիմաց։ Լուսանկարի ետևի կողմում գրված էր. «Մենք գիտենք»։ Ո՞վ էր ուղարկել այդ լուսանկարը։ Ինչպես նրանք իմացան գաղտնի հանդիպման մասին։ Արդյոք Սյունիքի պահապանների մեջ կար դավաճան։ Մովսիսյանը հավաքեց նրանց կրկին, այս անգամ Երևանում, իր սեփական տանը։ Նա ցույց տվեց լուսանկարը եւ հարցրեց. «Ո՞վ է խոսել»։ Բոլորը լռեցին։ Ապա Ավագյանը ասաց. «Ես տեսա մի մարդու մեր հետևից։ Երբ մենք դուրս եկանք տնից, նա կանգնած էր ճանապարհի մյուս կողմում։ Ես մտածեցի, պարզ անցորդ է»։ Մովսիսյանը հարցրեց. «Նկարագրիր նրան»։ Ավագյանը ասաց. «Բարձրահասակ, սև կոստյում, մուգ ակնոցներ, բայց ամենակարևորը, նրա ձախ ձեռքի վրա եղավ մի հին վերք, այրվածքից»։ Մովսիսյանը եւ Մկրտչյանը նայեցին միմյանց։ Նրանք երկուսն էլ ճանաչեցին նկարագրությունը։ Այդ մարդը Վիկտոր Կարպուխինի անձնական պահակներից մեկն էր։ Նա Մոսկվայում էր այն օրը, երբ Մովսիսյանը վերցրեց քարտեզը, բայց ինչպես նա հայտնվեց Գորիսում, եւ ինչու նա միայն լուսանկարեց, բայց չխանգարեց հանդիպմանը։ Պատասխանը եկավ 2 շաբաթ անց։ Մովսիսյանը ստացավ նամակ Մոսկվայից։ Նամակում գրված էր. «Մենք չենք խանգարում ձեր փոքրիկ խաղին, բայց մի մոռացեք, մենք միշտ դիտում ենք, եւ երբ ժամանակը գա, մենք կգործենք»։ Նամակը ստորագրված էր 1 տառով՝ Կ. Կարպուխին, թե ուրիշ ինչ-որ մեկը, ում անունը սկսվում էր Կով։ Մովսիսյանը երբեք չիմացավ։ Բայց նա հասկացավ մի բան. Սյունիքի պահապանները այլևս գաղտնի չէին։ Մոսկվան գիտեր նրանց մասին, եւ սա նշանակում էր, որ նրանք բոլորը վտանգի մեջ էին։ Բայց Մովսիսյանը չդադարեց։ Նա ասաց նրանց. «Եթե մենք դադարենք այժմ, ապա Սյունիքը կորած է։ Մենք պետք է շարունակենք, անկախ վտանգից»։ Եվ նրանք շարունակեցին։ Բայց ինչ գնով։ 1991-ի ապրիլին գեներալ Վարդան Պետրոսյանը մեռավ ավտովթարից։ Պաշտոնական տարբերակը վարորդի սխալ։ Բայց վթարի վայրում գտնվող ականատեսները պատմեցին այլ բան։ Պետրոսյանի մեքենան հրմշտվեց մի սև Վոլգայի կողմից, որը փախավ դեպքի վայրից։ Ոստիկանությունը երբեք չգտավ այդ մեքենան։ Բայց Մկրտչյանը գիտեր ճշմարտությունը։ Սա սպանություն էր։ Եվ նա գիտեր, թե ով էր պատվիրատուն։ Նա գնաց Մովսիսյանի մոտ եւ ասաց. «Նրանք սկսել են։ Պետրոսյանը առաջինն է։ Մենք հաջորդներս ենք»։ Մովսիսյանը հարցրեց. «Ինչ ենք անելու»։ Մկրտչյանը պատասխանեց. «Մենք պետք է թաքցնենք քարտեզի բոլոր պատճենները։ Եթե նրանք սպանեն մեզ, առնվազն քարտեզները կպահպանվեն»։ Եվ նրանք սկսեցին գործել։ Մովսիսյանը վերցրեց իր սեյֆի քարտեզը եւ տարավ մի նոր վայր՝ Տաթևի վանք, որտեղ մի վստահելի քահանա համաձայնեց թաքցնել այն վանքի հին գրադարանում։ Մկրտչյանը վերցրեց 2-րդ պատճենը եւ ուղարկեց Վաշինգտոն Ջոն Մարշալին, բայց 3-րդ պատճենը, այն, որը պետք է լիներ Մոսկվայում, անհետացել էր։ Ո՞վ էր վերցրել այն եւ որտեղ էր այն այժմ։ Պետրոսյանի մահից 2 ամիս անց ծլագրող Նարինե Ավագյանը անհետացավ։ Նրա ընտանիքը ասաց, որ նա գնացել էր Թբիլիսի հարցազրույցի համար, բայց նա երբեք չվերադարձավ։ Վրացական ոստիկանությունը ասաց, որ նրանք չունեն տեղեկություններ նրա մասին, բայց Մկրտչյանի աղբյուրները KGB-ում հաստատեցին, Ավագյանը տեսնվել է Մոսկվայում մի գաղտնի բանտում։ Ինչու նրան տարան Մոսկվա։ Ինչ էին ուզում իմանալ նրանից։ Արդյոք նա խոսեց։ Արդյոք նա բացահայտեց Սյունիքի պահապանների գաղտնիքները։ Մենք երբեք չենք իմանա, որովհետև Ավագյանը երբեք չվերադարձավ։ Նրա ընտանիքը դեռ սպասում է նրան։ Բայց Մկրտչյանը գիտի, նա մեռած է։ Եվ նա գիտի, թե ինչպես նա մեռավ, բայց նա երբեք չի ասի, որովհետև ճշմարտությունը չափազանց սարսափելի է։ Այժմ Սյունիքի պահապաններից մնացել էին միայն 3-ը՝ Մովսիսյանը, Մկրտչյանը եւ Գրիգորյանը, եւ 5-րդը, ում անունը դեռ անհայտ էր։
1991-ի հուլիսին նրանք հավաքվեցին վերջին անգամ։ Այս անգամ ոչ թե գաղտնի տանը, այլ Մովսիսյանի սեփական աշխատասենյակում, Երևանում։ Նրանք գիտեին, որ Մոսկվան լսում է, բայց նրանք այլևս չէին հոգում։ Մովսիսյանը ասաց. «Մենք պարտվում ենք այս պատերազմում։ Պետրոսյանը մեռած է, Ավագյանը անհետացած։ Հաջորդը ես եմ»։ Մկրտչյանը ասաց. «Ապա մենք պետք է հրապարակենք քարտեզը, հիմա, մինչ չուշացել է»։ Բայց Մովսիսյանը ժխտեց գլուխը։ «Ոչ», ասաց նա, «եթե մենք հրապարակենք այն հիմա, Մոսկվան կասի սա կեղծիք է։ Մենք պետք է սպասենք ճիշտ պահին»։ Գրիգորյանը հարցրեց. «Երբ կլինի ճիշտ պահը»։ Մովսիսյանը պատասխանեց. «Երբ Հայաստանը բավականաչափ ուժեղ կլինի դիմակայելու Մոսկվային, երբ մենք կունենանք դաշնակիցներ, երբ աշխարհը պատրաստ կլինի լսել մեզ»։ Բայց երբ կլինի այդ օրը։ Մովսիսյանը չգիտեր։ Նա միայն հույս ուներ, որ այդ օրը կգա։ Հանդիպումից 3 օր անց Մովսիսյանը ստացավ զանգ Տաթևի վանքից։ Կահանան ասաց. «Քարտեզը գողացվել է»։ Մովսիսյանը չհավատաց։ «Ինչպե՞ս», հարցրեց նա։ Կահանան պատասխանեց. «Գիշերը ինչ-որ մեկը մտավ գրադարան եւ բացեց գաղտնի սենյակը։ Նա գիտեր ճիշտ տեղը, նա գիտեր կոդը»։ Սա նշանակում էր մի բան. Սյունիքի պահապանների մեջ կար դավաճան։ Ո՞վ էր նա։ Մկրտչյանը, Գրիգորյանը, թե 5-րդը, ում անունը Մովսիսյանը երբեք չէր ասել։ Մովսիսյանը հավաքեց Մկրտչյանին եւ Գրիգորյանին։ Նա ասաց նրանց. «Մեզանից մեկը աշխատում է Մոսկվայի համար»։ Նրանք երկուսն էլ ժխտեցին։ Բայց Մովսիսյանը տեսավ նրանց աչքերում կասկածը, նրանք կասկածում էին միմյանց։ Եվ սա էր Մոսկվայի ամենամեծ հաղթանակը, ոչ թե սպանել Սյունիքի պահապաններին, այլ ստիպել նրանց չվստահել միմյանց։ Բայց Մովսիսյանը ուներ մեկ վերջին քարտ։ Նա ասաց. «Տաթևի քարտեզը կեղծիք էր, իսկական քարտեզը դեռ ինձ մոտ է»։ Սա ստեր։ Բայց Մովսիսյանը հույս ուներ, որ դավաճանը կհավատա եւ կկանգնի։ Եվ իսկապես, հաջորդ 2 ամիսների ընթացքում ոչ մի նոր հարձակում չեղավ։ Մոսկվան կարծում էր, որ նրանք արդեն ունեն քարտեզը։ Բայց իրականում իսկական քարտեզը դեռ Մովսիսյանի մոտ էր, թաքնված նոր վայրում, որի մասին նա ասել էր միայն մեկ մարդու՝ 5-րդին։ Բայց ով էր այդ մարդը։ Եվ արդյոք Մովսիսյանը ճիշտ էր վստահել նրան։ 1991-ի դեկտեմբերին, երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, Մովսիսյանը մտածեց վերջապես ազատ են։ Բայց նա սխալվեց, որովհետև հունվարին նա ստացավ վերջին նամակը Մոսկվայից։ Նամակում գրված էր. «Խորհրդային Միությունը մեռավ, բայց Սյունիքի պլանը ապրում է։ Մենք կվերադառնանք։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր։ Եվ երբ մենք վերադառնանք, ոչ ոք չի կարող մեզ կանգնեցնել»։ Նամակը ստորագրված էր նույն տառով՝ Կ։ Մովսիսյանը կարդաց նամակը եւ այրեց այն, բայց խոսքերը մնացին նրա հիշողության մեջ։ Եվ երբ նա մեռավ 1992-ին, նրա վերջին խոսքերը եղան. «Պահպանեք Սյունիքը, նրանք կվերադառնան»։ Ո՞վ էին նրանք։ Եվ արդյոք նրանք արդեն վերադարձել են։ Պատկերացրեք, որ դուք եք այն 12 մարդկանցից մեկը, ովքեր ամեն ինչ գիտեին Մովսիսյանի գաղտնի ցանցի մասին։ Յուրաքանչյուր թունելի ճշգրիտ տեղը Երևանի տակ։ Յուրաքանչյուր փախուստի երթուղին դեպի սահմանը։ Յուրաքանչյուր անձը, ով կարող էր օգնել արտակարգ իրավիճակում։ Այժմ պատկերացրեք, որ պետք է ընտրություն կատարեք՝ պահպանել ձեր լռությունը եւ ապրել, թե խոսել եւ մեռնել։ 1991-ի դեկտեմբերի 25-ին, երբ Խորհրդային Միությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ, այդ 12 մարդիկ հավաքվեցին վերջին անգամ, ոչ թե Երևանում, այլ Գորիսի արտաքին թաղամասում գտնվող մի լքված ռազմական բունկերում։ Մովսիսյանը բերեց իր հետ 2 պայուսակ, մեկում փաստաթղթեր, մյուսում ինչ-որ բան ծանր, որը ծածկված էր սև կտորով։ Երբ նա բացեց երկրորդ պայուսակը, ներսում էր հին ռադիոհաղորդիչ, խորհրդային ժամանակների, որի վրա փորագրված էր կոդ ՄԻԿ ականավոր 0544։ Նույն կոդը, որը կրում էին Սյունիքի քարտեզը եւ Մովսիսյանի բժշկական քարտը։ Ինչ էր այդ սարքը։ Ինչու Մովսիսյանը պահել էր այն 30 տարի։ Եվ ամենակարևորը, ում հետ էր նա կապվում այդ ռադիոհաղորդիչով այն գիշերներին, երբ նույնիսկ իր անձնական բահակները քնած էին։
Մկրտչյանը, որը կանգնած էր Մովսիսյանի կողքին, առաջինն էր ճանաչել Սարգը։ Նրա դեմքը սպիտակեց։ «Վլադիմիր, դու պահել ես սա բոլոր այս տարիները», ասաց նա դողացող ձայնով։ «Դու գիտես, թե ինչ կլինի, եթե KGB-ն իմանա, որ դու ունես ուղղակի կապ Լանգլիի հետ»։ Լանգլի ԿՀՎ-ի կենտրոնական գրասենյակը Վիրջինիայում։ Սա նշանակում էր, որ Մովսիսյանը բոլոր այս տարիները աշխատել էր ոչ միայն Հայաստանի համար, այլև ամերիկյան հետախուզության հետ համագործակցության մեջ։ Բայց երբ սկսվեց այդ համագործակցությունը, եւ ինչ տեղեկություններ էր Մովսիսյանը փոխանցում Վաշինգտոն։ Մովսիսյանը նայեց 12 դեմքերին, մեկ առ մեկ, հետո ասաց. «Այն, ինչ ես ձեզ հիմա կասեմ, պետք է մնա այս սենյակում։ Եթե մեկը խոսի, մենք բոլորս մեռած ենք»։ Նա շնչեց խորը եւ շարունակեց. 1968-ին, երբ ես դեռ պարզ ճարտարագետ էի Լենինականում, ինձ մոտեցավ մի մարդ։ Նա ասաց, որ ներկայացնում է մի կազմակերպություն, որը օգնում է խորհրդային հանրապետություններին պաշտպանել իրենց շահերը։ Նա առաջարկեց ինձ աշխատել նրանց համար ոչ որպես լրտես, այլ որպես տեղեկատու։ Ես մերժեցի։ Բայց նա ասաց մի բան, որը փոխեց իմ մտքերը։ Մի օր Մոսկվան կփորձի վերցնել Սյունիքը, եւ երբ այդ օրը գա, դուք կունենաք միայն մեկ դաշնակից՝ մեզ։ Ինչպես նա գիտեր Սյունիքի մասին 1968-ին, երբ պաշտոնական պլանները սկսվեցին միայն 1990-ին։ Սա նշանակում էր, որ ԿՀՎ-ն գիտեր Մոսկվայի մտադրությունների մասին 30 տարի առաջ։ Սենյակում տիրեց լռություն։ Հետո Գրիգորյանը հարցրեց. «Ո՞վ էր այդ մարդը»։ Մովսիսյանը պատասխանեց. «Նրա անունը Ջոն Մարշալ էր, նույն մարդը, ում ես ուղարկեցի քարտեզի պատճենը»։ Բայց սա հակասում էր նրան, ինչ ԱՄՆ պետքարտուղարությունը ասել էր, որ այդպիսի անունով աշխատակից երբեք չի եղել։ Մովսիսյանը ժպտաց դառնորեն։ Իհարկե նրանք ժխտեցին։ Մարշալը երբեք պաշտոնապես չի եղել պետքարտուղարության աշխատակից։ Նա աշխատում էր ավելի խորը՝ ԿՀՎ-ի հատուկ բաժնում, որը զբաղվում էր խորհրդային հանրապետությունների ապագայով։ Նրանք կոչվում էին ազատության ճարտարապետներ։ Եվ նրանց առաքելությունը եղավ ոչ թե ոչնչացնել խորհրդային միությունը, այլ ապահովել, որ երբ այն փլուզվի, փոքր ազգերը չկորչեն մեծերի խաղերում։ Սա էր այն ճշմարտությունը, որը Մովսիսյանը թաքցրել էր 30 տարի։ Նա փրկել էր Սյունիքը ոչ միայն իր համարձակությամբ, այլև ամերիկյան հետախուզության օգնությամբ։ Բանկորտներ, մենք տեսնում ենք, թե ինչպես Մովսիսյանը ստեղծեց անկողնի հեռահավաքներով մեծ երկրների օգնություն, բայց կարող է նաև հիշեցնենք, թե ինչպես նրանք կրկին փորձեցին նման գործողությունների դեմ դառնալ, եւ ինչպես նրանք այդ պատերազմից հետո իրենց համայնքները դարձին Մովսիսյանի տակ կենսակետներ։ Այսպիսով, Մովսիսյանը օգտագործեց իր ազգային ապահովագրությունը հավատարիմ էլեմենտների եւ հասկանալի հանդիպանքներում հավասարեցնելու համար։ Այդ նոր հեղախուզության օգնությամբ։ Բայց եթե Մովսիսյանը աշխատում էր ԿՀՎ-ի հետ, ապա ինչու Մոսկվան չիմացավ այդ մասին։ Ինչու Կարպուխինը չձերբակալեց նրան 1990-ի մայիսին, երբ նա վերցրեց քարտեզը։ Մկրտչյանը տվեց պատասխանը. որովհետև KGB-ի ներսում կային երկու խումբ։ Մեկը Կարպուխինի խումբը, որը ուզում էր պահպանել խորհրդային միությունը ցանկացած գնով։ Մյուսը ռեֆորմիստների խումբը, որը հասկանում էր, որ միությունը մահացող է եւ պետք է պատրաստվել նոր իրականությանը։ Երկրորդ խումբը աշխատում էր ԿՀՎ-ի հետ, գաղտնի, եւ նրանք էին, ովքեր պաշտպանեցին Մովսիսյանին։ Բայց ով էր այդ երկրորդ խմբի առաջնորդը։ Մկրտչյանը երբեք չասաց անունը, բայց նա մի անգամ ակնարկեց. դա մի մարդ էր, ով հետագայում դարձավ Ռուսաստանի ամենահզոր մարդկանցից մեկը։ Բայց նրա անունը չի կարելի ասել, նույնիսկ հիմա։ Ով էր այդ մարդը։ Արդյոք նա դեռ ապրում է։ Եվ արդյոք նա դեռ հիշում է Մովսիսյանին եւ Սյունիքի պլանը։ Մովսիսյանը շարունակեց իր պատմությունը։ 1990-ի մայիսին, երբ Կարպուխինը ցույց տվեց ինձ քարտեզը, ես գիտեի, որ պետք է գործեմ արագ։ Այդ գիշեր, երբ վերադարձա հյուրանոց, ես օգտագործեցի ռադիոհաղորդիչը եւ կապվեցի Մարշալի հետ։ Ես նկարագրեցի նրան քարտեզը, յուրաքանչյուր մանրամասն։
կարմիր գիծը, կոորդինատները, նույնիսկ Կարպուխինի ստորագրությունը քարտեզի անկյունում։ Մարշալը ասաց. «Մենք կգործենք»։ Եվ նրանք գործեցին։ Հաջորդ օրը Գորբաչովը ստացավ զանգ Ջորջ Բուշից, ԱՄՆ նախագահից։ Բուշը ասաց նրան. «Մենք գիտենք Սյունիքի պլանի մասին։ Եթե դուք շարունակեք, մենք հրապարակելու ենք ամեն ինչ։ Եվ ձեր պերեստրոյկան կավարտվի նախքան սկսելը»։ Գորբաչովը վախեցավ։ Նա հրամայեց Կարպուխինին դադարեցնել պլանը, բայց Կարպուխինը չհնազանդվեց։ Նա որոշեց գործել միայնակ, եւ դա էր նրա սխալը։ Սա բացատրում էր, թե ինչու Գարբուխինը մասնակցեց 1991-ի օգոստոսյան հեղաշրջմանը, նա փորձում էր վերցնել իշխանությունը եւ իրականացնել Սյունիքի պլանը Գորբաչովի թիկունքից։ Բայց հեղաշրջումը ձախողվեց, եւ Գարբուխինը ձերբակալվեց։ Եվ Սյունիքի պլանը մեռավ նրա հետ միասին։ Կամ թե ոչ։ Մովսիսյանը հանեց պայուսակից մի փաթեթ կարմիր կնիքով։ Բոլորը ճանաչեցին այն, սա էր քարտեզի պատճենը։ Բայց երբ Մովսիսյանը բացեց փաթեթը, ներսում եղավ ոչ թե քարտեզ, այլ մի նամակ մարշալից։ Նամակը գրված էր 1991-ի դեկտեմբերի 22-ին, հենց այն օրը, երբ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ։ Մովսիսյանը կարդաց նամակը բարձրաձայն. «Վլադիմիր, դու հաղթեցիր։ Սյունիքը փրկված է, բայց մեր աշխատանքը չի ավարտվել։ Կարբուխինը բանտում է, բայց նրա գաղափարները ապրում են։ Ռուսաստանում կան ուժեր, որոնք դեռ երազում են վերականգնել հին կայսրությունը։ Եվ երբ նրանք բավականաչափ ուժեղ կդառնան, նրանք կվերադառնան Սյունիքի պլանին։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր։ Դու պետք է պատրաստ լինես, եւ դու պետք է ունենաս մարդկանց, ովքեր կշարունակեն պայքարը քո մահից հետո։ Մենք կօգնենք քեզ, բայց դու պետք է վստահես մեզ ամբողջովին»։ Նամակի վերջում գրված էր. «5-րդը մեր մարդն է։ Նա կգա, երբ ժամանակը հասնի»։ Սա էր այն ճշմարտությունը, որը Մովսիսյանը երբեք չէր ասել։ 5-րդը։ ԿՀՎ-ի գործակալն էր, ում մարշալը ուղարկել էր Հայաստան պաշտպանելու Սյունիքը։ 12 մարդիկ նայեցին միմյանց։ Նրանցից մեկը հարցրեց. «Ո՞վ է 5-րդը»։ Մովսիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ։ Մարշալը երբեք չասաց ինձ։ Նա միայն ասաց. դու կճանաչես նրան, երբ նա ցույց տա քեզ նշանը»։ Ինչ նշան։ Մովսիսյանը հանեց իր գրպանից մի փոքր ոսկե մետալ Սյունիքի լեռների պատկերով։ Նույն մետալը, որը նա տվել էր Սյունիքի պահապաններին։ Բայց այս մետալի ետևի կողմում փորագրված էր մի լրացուցիչ նշան՝ արծիվ, որը պահում էր 2 աստղ իր թաթերում։ Ամերիկյան հետախուզության խորհրդանիշը։ «Երբ 5-րդը գա, նա կկրի այս նշանը», ասաց Մովսիսյանը, «եւ դուք կիմանաք, նա մեր դաշնակիցն է»։ Բայց երբ կգա 5-րդը։ Մովսիսյանը չգիտեր, նա միայն հույս ուներ, որ այդ օրը կգա նախքան շատ ուշ լինելը։ Հանդիպումը տևեց ամբողջ գիշեր։ Երբ առավոտյան լույսը սկսեց ներթափանցել բունկեր, Մովսիսյանը ասաց իր վերջին խոսքերը. «Ես գիտեմ, որ ձեզանից ոմանք կասկածում են ինձ։ Դուք մտածում եք ես դավաճան եմ, որովհետև աշխատեցի ամերիկացիների հետ։ Բայց ես հարցնում եմ ձեզ, ինչ ընտրություն ունեի։ Մոսկվան ուզում էր վերցնել Սյունիքը։ Ես միայնակ չէի կարող դիմակայել։ Ես պետք է գտնեի դաշնակից։ Եվ ես գտա։ Արդյոք սա դավաճանություն է, թե սա փրկություն է։ Դուք կորոշեք։ Բայց հիշեք, Սյունիքը այսօր հայկական է, որովհետև ես համարձակվեցի խնդրել օգնություն»։ Նա դադարեց եւ ավելացրեց. «Եվ եթե ես մեռնեմ վաղը, դուք պետք է շարունակեք։ Դուք պետք է գտնեք 5-րդին, եւ դուք պետք է վստահեք նրան, որովհետև առանց նրա մենք չենք կարող հաղթել»։ Սրանք էին Մովսիսյանի վերջին հրահանգները 12 հավատարիմներին։ Եվ երբ նա մեռավ 6 ամիս անց, նրանք փորձեցին կատարել այդ հրահանգները, բայց 5-րդը երբեք չեկավ, կամ թե եկավ, բայց նրանք չճանաչեցին նրան։ Երբ Մովսիսյանի անձնական արխիվը բացվեց 1995-ին, հետազոտողները գտան ինչ-որ բան, որը չպետք է գոյություն ունենար։
Մի ամբողջական ցուցակ փաստաթղթերի, որոնք ոչնչացվել էին 1991-ի դեկտեմբերին։ Ցուցակում էին 367 փաստաթուղթ, սկսած Սյունիքի քարտեզից մինչև Մովսիսյանի գաղտնի բանակցությունները Մարշալի հետ։ Բայց ամենասարսափելին եղավ վերջին տողը։ Փաստաթուղթ համար 368, 5-րդի իսկական ինքնությունը։ Այս փաստաթուղթը նշված էր որպես ոչնչացված 1991-ի դեկտեմբերի 25-ին։ Բայց ով էր ոչնչացրել այն։ Եվ ինչու հենց այդ օրը, երբ Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալ։ Արդյոք Մովսիսյանը ինքը ոչնչացրեց այն, պաշտպանելու 5-րդի ինքնությունը, թե ուրիշ ինչ-որ մեկը, ով ուզում էր թաքցնել ճշմարտությունը։ Մկրտչյանը, որը մասնակցեց արխիվի բացմանը, հիշում է այդ պահը։ Երբ ես տեսա այդ տողը, իմ սիրտը դադարեց։ Ես հասկացա, Մովսիսյանը թաքցել էր ամենակարևոր գաղտնիքը նույնիսկ մեզանից։ Նա գիտե, որ եթե մենք իմանանք 5-րդի ինքնությունը, մենք բոլորս վտանգի մեջ կլինենք։ այդ մարդը պետք է մնար անծանոթ, մինչև ճիշտ պահը։ Բայց երբ կգա այդ ճիշտ պահը։ Մկրտչյանը չգիտեր։ Նա միայն հույս ուներ, որ 5-րդը դեռ ապրում է և դեռ հիշում է իր առաքելությունը։ Բայց 35 տարի անց դեռ ոչ ոք չի հայտնվել այդ նշանով, արծիվը, որը պահում է երկու աստղ։ Արդյոք 5-րդը մեռել է, թե նա դեռ սպասում է ճիշտ պահին։ Բայց արխիվում կար ևս մեկ փաստաթուղթ, որը փոխեց ամեն ինչ։ Մի նամակ, Մովսիսյանից դեպի Մարշալ, գրված 1991-ի դեկտեմբերի 23-ին, 2 օր առաջ, քան Խորհրդային Միությունը փլուզվեց։ Նամակում Մովսիսյանը գրել էր. «Ջոն, ես գիտեմ, որ իմ ժամանակը սպառվում է։ Իմ սիրտը չի տանի ևս մեկ տարի։ Բայց ես պետք է իմանամ, արդյոք 5-րդը պատրաստ է։ Արդյոք նա գիտի, թե ինչ պետք է անի, երբ ես մեռնեմ։ Դու ինձ խոստացար, որ նա կլինի լավագույնը, բայց ես երբեք չեմ տեսել նրան։ Ես երբեք չեմ խոսել նրա հետ։ Ինչպես ես կարող եմ վստահել մարդուն, ում չեմ ճանաչում»։ Մարշալի պատասխանը եկավ 3 օր անց, 1991-ի դեկտեմբերի 26-ին։ Նամակում գրված էր. «Վլադիմիր, դու պետք է վստահես ինձ։ 5-րդը ամենալավ մարդն է, ում ես երբևէ պատրաստել եմ։ Նա ապրում է Հայաստանում արդեն 10 տարի։ Նա խոսում է հայերեն ավելի լավ, քան դու։ Նա ճանաչում է Սյունիքի յուրաքանչյուր ճանապարհ, և նա պատրաստ է մեռնել այդ հողի համար։ Բայց նա չի կարող բացահայտել իրեն մինչև ճիշտ պահը։ Որովհետև եթե Մոսկվան իմանա, որ մենք ունենք մարդ Հայաստանում, նրանք կգտնեն նրան և կսպանեն։ Դու պետք է սպասես, և երբ ժամանակը գա, նա կհայտնվի»։ Սա նշանակում էր, որ 5-րդը ապրում էր Հայաստանում 1981-ից 10 տարի առաջ, քան Մովսիսյանը ստացավ Կարպուխինի ուլտիմատումը։ Ով էր այդ մարդը։ Ինչպես ԿՀՎ-ն կարողացավ ներթափանցել նրան Հայաստան այդքան վաղ։ Եվ ինչու նա երբեք չբացահայտեց իրեն Մովսիսյանին։ Մկրտչյանը փորձեց գտնել պատասխանները։ Նա ուսումնասիրեց բոլոր օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր եկել էին Հայաստան 1981-ին։ Նա կդավ 35 անուն՝ ամերիկացիներ, բրիտանացիներ, ֆրանսիացիներ, բայց նրանցից ոչ մեկը չմնաց Հայաստանում ավելի քան 1 տարի։ Բացառությամբ մեկի՝ մի կանայի, ով եկավ որպես լրագրող և ամուսնացավ հայ տղամարդու հետ։ Նրա անունը եղավ Էլեն Քարթեր։ Բայց արդյոք Էլեն Քարթերը կարող էր լինել 5-րդը։ Կին, ծիագործակալ։ Սա թվում էր անհավանական։ Բայց Մկրտչյանը որոշեց ստուգել։ Նա գտավ Էլեն Քարթերի հասցեն Երևանի կենտրոնում մի հին շենք։ Երբ նա բարակեց դուռը, բացեց մի կին, մոտավորապես 60 տարեկան, մոխրագույն մազերով և կապույտ աչքերով։ Նա ժպտաց և ասաց հայերեն. «Բարև Գևորգ, ես սպասում էի քեզ»։ Մկրտչյանը սառեց։ Ինչպես նա գիտեր նրա անունը։ Նրանք երբեք չէին հանդիպել։ Էլենը հրավիրեց նրան ներս և փակեց դուռը։ Սենյակը լի էր գրքերով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Պատերին կախված էին լուսանկարներ՝ Սյունիքի լեռները, Տաթևի վանքը, Գորիսի կամուրջները։ Էլենը նստեց և ասաց.
Դու եկել ես հարցնելու, թե արդյոք ես եմ 5-րդը։ Պատասխանը՝ այո։ Մկրտչյանը չէր կարող խոսել։ Նա միայն նայում էր այդ կնոջը, ով ապրել էր Հայաստանում 40 տարի, եւ ոչ ոք չէր կասկածել, որ նա ամերիկյան լրտես է։ Էլենը շարունակեց. Ջոն Մարշալը ուղարկեց ինձ այստեղ 1981-ին։ Իմ առաքելությունը եղավ ապրել որպես սովորական մարդ, սովորել հայերեն, ամուսնանալ, ունենալ երեխաներ։ Եվ սպասել։ Սպասել այն օրվան, երբ Մոսկվան կփորձի վերցնել Սյունիքը։ Եվ երբ այդ օրը եկավ, ես պատրաստ էի։ Մկրտչյանը հարցրեց. Բայց ինչու դու երբեք չբացահայտեցիր քեզ Մովսիսյանին։ Էլենը պատասխանեց. Որովհետև Մարշալը հրամայեց ինձ չանել դա։ Նա ասաց. որքան քիչ մարդիկ գիտեն քո ինքնությունը, այնքան անվտանգ ես դու։ Նույնիսկ Մովսիսյանը չպետք է իմանար։ Նա միայն պետք է իմանար, որ ես գոյություն ունեմ։ Մկրտչյանը հարցրեց. Եվ ինչ արեցիր դու բոլոր այս տարիները։ Էլենը ժպտաց. Ես դիտեցի, ես լսեցի, ես հաղորդեցի Լանգլի յուրաքանչյուր կարևոր տեղեկություն, Կարպուխինի պլանները, Սարգսյանի շարժումները, նույնիսկ Պետրոսյանի սպանությունը։ Ես էի այն աղբյուրը, որը թույլ տվեց Մարշալին օգնել Մովսիսյանին, բայց ոչ ոք երբեք չիմացավ։ Մկրտչյանը նայեց այդ կնոջը նոր աչքերով։ Նա ապրել էր սովորական կյանք, ամուսին, 2 երեխա, աշխատանք որպես անգլերենի ուսուցչուհի։ Բայց գիշերները նա կապվում էր Լանգլիի հետ եւ փոխանցում էր գաղտնիքներ, որոնք փրկեցին Սյունիքը։ Սա էր իսկական հերոսությունը, ոչ թե փառքը, այլ լռությունը։ Մկրտչյանը հարցրեց. Ունես դու նշանը։ Էլենը հանեց իր վզից մի փոքր ոսկե մետալ, արծիվը, որը պահում էր 2 աստղ, նույն նշանը, որի մասին Մովսիսյանը խոսել էր։ Մկրտչյանը հասկացավ. սա իսկապես 5-րդն էր։ Նա հարցրեց. Ինչու դու հիմա բացահայտում ես քեզ։ Էլենը պատասխանեց. որովհետև ժամանակը եկել է։ Մարշալը մեռավ 3 տարի առաջ։ Նրա վերջին հրահանգը ինձ եղավ. երբ ես մեռնեմ, դու ազատ ես բացահայտել քեզ։ Գտիր Մկրտչյանին եւ ասա նրան ճշմարտությունը։ Եվ այսպես ես անում եմ։ Մկրտչյանը հարցրեց. բայց ինչու ես։ Ինչու ոչ Գրիգորյանը կամ մեկ ուրիշը։ Էլենը ժպտաց. որովհետև Մարշալը վստահում էր քեզ։ Նա ասաց. Մկրտչյանը միակ մարդն է, ով կհասկանա։ Եվ նա ճիշտ էր։ Մկրտչյանը զգաց, թե ինչպես արցունքները լցվում են իր աչքերում։ 35 տարի նա փնտրել էր 5-րդին։ Եվ այժմ նա գտել էր նրան։ Մի սովորական կին, ով ապրել էր նրա քաղաքում, քայլել էր նույն փողոցներով, գնումներ արել էր նույն խանութներից, եւ ոչ ոք երբեք չէր կասկածել։ Էլենը շարունակեց. բայց իմ առաքելությունը դեռ չի ավարտվել։ Մարշալը ասաց ինձ. Սյունիքի պլանը կվերադառնա։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց մի օր։ Եվ երբ այն վերադառնա, դու պետք է պատրաստ լինես։ Եվ ես պատրաստ եմ։ Մկրտչյանը հարցրեց. բայց ինչպես դու կարող ես օգնել։ Դու միայնակ կին ես։ Էլենը ժպտաց. ես ոչ միայնակ եմ։ Ես ունեմ ցանց, 10 մարդ, ովքեր աշխատում են ինձ համար։ Նրանք չգիտեն իմ իսկական ինքնությունը, բայց նրանք հավատարիմ են։ Եվ երբ ժամանակը գա, նրանք կգործեն։ Մկրտչյանը հարցրեց. ով են նրանք։ Էլենը պատասխանեց. դու չպետք է իմանաս։ Որքան քիչ մարդիկ գիտեն, այնքան անվտանգ են նրանք։ Սա էր ԿՀՎ-ի մեթոդը։ Բաժանել տեղեկությունները, որպեսզի ոչ ոք չիմանա ամբողջ պատկերը, եւ այն աշխատում էր։ Մկրտչյանը եւ Էլենը խոսեցին 3 ժամ։ Նա պատմեց նրան ամեն ինչ։ Մովսիսյանի վերջին օրերը, Սյունիքի պահապանների ճակատագիրը, քարտեզի անհետացումը, Տաթևից։ Էլենը լսեց ուշադիր, հետո ասաց. ես գիտեմ, թե ով գողացավ քարտեզը Տաթևից։ Մկրտչյանը սառեց. ով։ Էլենը պատասխանեց. Արամ Սարգսյանը։ Նա ուղարկեց իր մարդուն։ Բայց այն, ինչ նրանք չգիտեին, այն էր, որ Տաթևի քարտեզը կեղծիք էր։ Իսկական քարտեզը դեռ Մովսիսյանի մոտ էր։ Մկրտչյանը հարցրեց. բայց որտեղ է այն հիմա։ Էլենը ժպտաց. ինձ մոտ։
Մովսիսյանը տվեց ինձ այն իր մահից մեկ շաբաթ առաջ։ Նա ասաց. «Եթե ինչ-որ բան պատահի ինձ, դու պետք է պահես սա»։ Եվ ես պահեցի։ Նա բացեց իր սեյֆը և հանեց մի փաթեթ կարմիր կնիքով։ Մկրտչյանը ճանաչեց այն։ Սա էր իսկական քարտեզը, այն, որի վրա Կարպուխինը նշել էր կարմիր գիծը Սյունիքի միջով։ Քարտեզը, որը ապացուցում էր Մոսկվայի ծրագիրը, քարտեզը, որը փրկել էր Հայաստանը։ Մկրտչյանը վերցրեց քարտեզը դողացող ձեռքերով։ Նա բացեց այն և տեսավ կարմիր գիծը կտրելով Սյունիքը։ Նա տեսավ Կարպուխինի ստորագրությունը անկյունում։ Նա տեսավ ամսաթիվը 1990-ի ապրիլ։ Եվ նա տեսավ մի նախադասություն, որը գրված էր Մովսիսյանի ցեռագրով քարտեզի ետևի կողմում։ Սա այն կինն է, որը Մոսկվան ուզում էր վճարել Ղարաբաղի համար, բայց ես երբեք չեմ վճարի այդ կինը։ Մկրտչյանը զգաց, թե ինչպես արցունքները հոսում են իր դեմքով։ Նա պահեց քարտեզը 35 տարի, փնտրելով այն։ Եվ այժմ նա գտել էր այն, մի կնոջ մոտ, ում նա երբեք չէր կասկածել։ Նա հարցրեց Էլենին. «Ինչ պետք է անենք այժմ»։ Էլենը պատասխանեց. «Մենք պետք է սպասենք»։ Մարշալը ասաց. «Քարտեզը պետք է հետք է հրապարակվի միայն այն պահին, երբ Մոսկվան կրկին փորձի վերցնել Սյունիքը։ Այդ պահը դեռ չի եկել, բայց այն կգա։ Եվ երբ այն գա, մենք պատրաստ կլինենք»։ Արդյոք այդ պահը արդեն եկել է։ Արդյոք Սյունիքի պլանը վերադարձել է այն ձևով, որը մենք չենք ճանաչում։ Էլեն Քարթերը դեռ ապրում է Երևանում։ Նա դեռ պահում է քարտեզը, և նա դեռ սպասում է ճիշտ պահին։ Բայց երբ կլինի այդ պահը։ Արդյոք մենք կիմանանք, երբ այն գա, թե այն կգա այնքան լուռ, որ մենք չենք նկատի մինչև շատ ուշ լինելը։ Մկրտչյանը մեռավ 2 տարի առաջ։ Նրա վերջին խոսքերը եղան. «Գտեք Էլենին»։ Նա գիտի ճշմարտությունը։ Բայց քանի հոգի լսեցին այդ խոսքերը, և քանի հոգի հավատացին։ Գրիգորյանը դեռ ապրում է, բայց նա լռում է։ Նա չի խոսում Էլենի մասին։ Ինչու։ Արդյոք նա վախենում է, թե նա պարզապես չի հավատում։ Մենք չգիտենք, բայց մենք գիտենք մի բան. Սյունիքի պլանը դեռ գոյություն ունի։ Ոչ թե որպես թուղթ, այլ որպես գաղափար։ Գաղափար, որը երբեք չի մեռնում։ Գաղափար, որը սպասում է ճիշտ պահին վերադառնալու։ Երբ Էլեն Քարթերը բացեց իր հին պահարանը 1998-ի հոկտեմբերին, ճիշտ 3 տարի անց Մկրտչյանի մահից, նրա ձեռքերը դողում էին այնպես, ինչպես երբեք չէին դողացել 45 տարվա լրտեսական կյանքի ընթացքում։ Պահարանի խորքում, երկաթե տուփի մեջ, որը կնքված էր 3 տարբեր կողպեքներով, պառկած էր ոչ թե 1, այլ 2 քարտեզ։ Առաջինը, այն, որի մասին Մկրտչյանը գիտեր, Կարպուխինի կարմիր գծով, բայց երկրորդը նոր քարտեզ, որը ժամանակագրված էր 1998-ի սեպտեմբերով, ցույց էր տալիս ոչ թե հին սովետական պլանը, այլ նոր, ավելի վտանգավոր սխեմա։ Այս քարտեզի վրա կարմիր գիծը չէր անցնում Սյունիքի միջով։ Այն շրջապատում էր ամբողջ տարածաշրջանը, ստեղծելով տնտեսական գոտի Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի միջև։ Քարտեզի անկյունում փոքր տառերով գրված էր նախագիծ Զանգեզուր, իրականացման ժամկետ 2020-2025։ Ո՞վ էր ստեղծել այս նոր քարտեզը։ Ինչու Էլենը երբեք չէր ասել Մկրտչյանին դրա մասին։ Եվ ամենակարևորը, արդյոք այս ժամկետները դեռ ակտուալ էին, թե արդեն սկսել էին իրականանալ։ Էլենը նստեց իր հին աթոռին և փակեց աչքերը։ Նրա հիշողության մեջ վերակենդանացավ այն գիշերը 1998-ի սեպտեմբերի 15-ը, երբ անծանոթ մարդը բարակեց նրա դուռը ժամը 3-ին գիշերվա։ Մարդը ներկայացավ որպես մարշալի ուղարկած հատուկ կուրիեր և հանձնեց նրան այս երկրորդ քարտեզը, կնքված փաթեթում։ Հետո ասաց մի նախադասություն, որը Էլենը երբեք չմոռացավ. «Առաջին քարտեզը պատմություն է, երկրորդը ապագա։ Դուք պետք է պահեք երկուսն էլ, բայց երկրորդի մասին խոսեք միայն այն պահին, երբ տեսնեք, որ նոր պլանը սկսել է իրականանալ։ Մինչ այդ լռություն»։ Կուրիերը հեռացավ, և Էլենը երբեք այլևս չտեսավ նրան։ Բայց նա պահեց 2 քարտեզները, սպասելով այն նշաններին, որոնք ցույց կտային, որ նախագիծ Զանգեզուրը սկսել է իրականանալ։ Եվ այժմ, 30 տարի անց, այդ նշանները սկսել էին հայտնվել ամենուր,
նոր ճանապարհների շինարարություն, տնտեսական միջանցքի քննարկումներ, սահմանների վերանայման խոսակցություններ։ Արդյոք սա պատահականություն էր, թե հին պլանը վերադարձել էր նոր դեմքով։ Էլենը վերցրեց հեռախոսը եւ զանգահարեց մի համար, որը չէր օգտագործել 10 տարի։ Զանգը պատասխանեց երիտասարդ կնոջ ձայնը, անգլերեն. «Քարթեր, ես սպասում էի ձեր զանգին»։ Էլենը ճանաչեց ձայնը։ Սա Սարա Մարշալն էր, Ջոն Մարշալի թոռնուհին, որը հիմա ղեկավարում էր Ազատության ճարտարապետների նոր սերունդը։ Սարան շարունակեց. «Մենք տեսնում ենք նույն նշանները, որ դուք։ Նախագիծ Զանգեզուրը ակտիվացվել է, բայց այս անգամ նրանք ավելի խելացի են։ Նրանք չեն օգտագործում զորք։ Նրանք օգտագործում են տնտեսություն, դիվանագիտություն, տեղեկատվական պատերազմ։ Եվ նրանք շատ մոտ են հաջողությանը»։ Էլենը հարցրեց. «Ինչ պետք է անեմ»։ Սարան պատասխանեց. «Դուք պետք է գտնեք Գրիգորյանին։ Նա միակն է, ով մնացել է Սյունիքի պահապաններից։ Ցույց տվեք նրան 2 քարտեզները եւ ասեք նրան. ժամանակը եկել է հրապարակել ճշմարտությունը։ Ոչ միայն հին ճշմարտությունը, այլև նորը»։ Էլենը զգաց, թե ինչպես սառը քրտինքը հոսում է իր մեջքով։ Նա գիտեր, որ եթե հրապարակի 2-րդ քարտեզը, նա դառնում է թիրախ։ Ոչ միայն Մոսկվայի, այլև բոլոր նրանց, ովքեր շահագրգռված են նախագիծ Զանգեզուրի իրականացմամբ։ Բայց նա նաև գիտեր, որ եթե չհրապարակի, Սյունիքը կարող է կորչել ոչ թե 1 օրում, այլ 10 տարվա ընթացքում, քայլ առ քայլ, այնպես որ ոչ ոք չնկատի, մինչև շատ ուշ լինելը։ Հաջորդ օրը Էլենը գտավ Արմեն Գրիգորյանին նրա հին իրավաբանական գրասենյակում Երևանի կենտրոնում։ Գրիգորյանը հիմա 81 տարեկան էր, բայց նրա մտքերը դեռ սուր էին։ Երբ Էլենը ցույց տվեց նրան 2 քարտեզները, Գրիգորյանը լռեց 5 րոպե, հետո ասաց. «Ես գիտեի, որ Մովսիսյանը ինչ-որ բան թաքցնում էր, բայց ես երբեք չէի մտածում, որ այն այսքան մեծ է»։ Նա ուսումնասիրեց 2-րդ քարտեզը, նախագիծ Զանգեզուր անունով։ Հետո հարցրեց. «Երբ է սա ստեղծվել»։ Էլենը պատասխանեց. 1998-ի սեպտեմբերին, 2 տարի անց Մովսիսյանի մահից։ Մարշալը ստացավ այն իր աղբյուրներից Մոսկվայում։ Նրանք ասացին, որ հին պլանը չի մեռել Կարպուխինի հետ, այն միայն փոխակերպվեց։ Նոր մարդիկ, նոր մեթոդներ, բայց նույն նպատակը՝ Սյունիքը։ Գրիգորյանը հարցրեց. «Ինչու Մարշալը չհրապարակեց սա անմիջապես»։ Էլենը բացատրեց. «Որովհետև 1998-ին Հայաստանը չափազանց թույլ էր։ Պատերազմ Ադրբեջանի հետ, էներգետիկ ճգնաժամ, տնտեսական փլուզում։ Եթե Մարշալը հրապարակեր այս քարտեզը, ոչ ոք չէր հավատա։ Նրանք կասեին, սա ԿՀՎ-ի կեղծիք է։ Մարշալը որոշեց սպասել, մինչև Հայաստանը բավականաչափ ուժեղ կդառնա պաշտպանելու իրեն»։ Գրիգորյանը հարցրեց. «Եվ դու կարծում ես, այդ ժամանակը հիմա է»։ Էլենը պատասխանեց. «Ես գիտեմ, որ այն հիմա է, որովհետև եթե մենք չգործենք հիմա, վաղը կլինի շատ ուշ»։ Գրիգորյանը վերցրեց 2 քարտեզները եւ դրեց դրանք իր սեյֆում։ Հետո ասաց. «Ես պետք է խորհրդակցեմ մարդկանց հետ։ Մարդիկ, ովքեր կարող են օգնել մեզ հրապարակել սա ճիշտ ձևով, ոչ որպես լրտեսական սկանդալ, այլ որպես պատմական փաստաթուղթ։ Մենք պետք է ունենանք փորձագետներ, ովքեր կվավերացնեն քարտեզները։ Մենք պետք է ունենանք լրագրողներ, ովքեր կպատմեն պատմությունը։ Եվ մենք պետք է ունենանք իրավաբաններ, ովքեր կպաշտպանեն մեզ, երբ Մոսկվան փորձի ժխտել ամեն ինչ»։ Էլենը համաձայնեց։ Նրանք սկսեցին աշխատել։ 2 ամիս անց նրանք ունեին թիմ՝ 5 պատմաբան, 3 լրագրող, 2 միջազգային իրավաբան։ Բոլորը ստորագրեցին գաղտնիության համաձայնագիր։ Եվ նրանք սկսեցին ուսումնասիրել քարտեզները, յուրաքանչյուր գիծ, յուրաքանչյուր ստորագրություն, յուրաքանչյուր ամսաթիվ։ Նրանց եզրակացությունը եղավ միանշանակ. քարտեզները իսկական էին։ Եվ նախագիծ Զանգեզուրը ոչ թե տեսություն էր, այլ իրական պլան, որը արդեն սկսել էր իրականանալ։ Բայց երբ նրանք պատրաստվում էին հրապարակել իրենց հետազոտությունը, տեղի ունեցավ ինչ-որ բան, որը փոխեց ամեն ինչ։ Գրիգորյանը ստացավ զանգ անծանոթ համարից։ Զանգահարողը խոսեց ռուսերեն. «Պարոն Գրիգորյան, մենք գիտենք, թե ինչ եք դուք պլանավորում։ Մենք գիտենք քարտեզների մասին, եւ մենք ասում ենք ձեզ. դադարեցրեք հիմա, մինչ չուշացել է»։ Գրիգորյանը հարցրեց. «Ո՞վ եք դուք»։ Ձայնը պատասխանեց. «Մենք ենք նրանք, ովքեր պահպանում են կարգը այս կրածաշրջանում, եւ մենք չենք թույլ տա, որ հին պատմությունները ոչնչացնեն նոր հնարավորությունները»։
Գրիգորյանը հասկացավ. սա սպառնալիք էր, բայց նա չվախեցավ։ Նա ասաց. «Մենք կհրապարակենք ճշմարտությունը, անկախ ձեր սպառնալիքներից»։ Ձայնը լռեց 2 վայրկյան, հետո ասաց. «Ապա դուք ընտրել եք ձեր ճակատագիրը»։ Եվ անջատեց հեռախոսը։ Գրիգորյանը պատմեց Էլենին այդ զրույցի մասին։ Էլենը ասաց. «Մենք պետք է շտապենք։ Եթե նրանք գիտեն մեր պլանների մասին, նրանք կփորձեն կանգնեցնել մեզ։ Մենք պետք է հրապարակենք քարտեզները հիմա, նախքան նրանք գործեն»։ 1998-ի դեկտեմբերի 12-ին Գրիգորյանը եւ Էլենը կազմակերպեցին մամուլի ասուլիս Երևանում։ Նրանք հրավիրեցին բոլոր հայկական եւ միջազգային լրատվամիջոցները։ Նրանք ցույց տվեցին 2 քարտեզները՝ հինը եւ նորը։ Նրանք պատմեցին ամբողջ պատմությունը՝ Մովսիսյանի պայքարը, Կարպուխինի ուլտիմատումը, Մարշալի օգնությունը, Սյունիքի պահապանների զոհողությունները։ Եվ նրանք բացահայտեցին նախագիծ Զանգեզուրը, նոր պլանը, որը սպառնում էր Սյունիքին։ Սենյակում տիրեց լռություն։ Հետո լրագրողները սկսեցին հարցեր տալ։ Ինչպես կարող ենք վստահել այս քարտեզներին։ Ո՞վ է Էլեն Քարթերը իրականում։ Ինչու դուք սպասեցիք 30 տարի։ Գրիգորյանը պատասխանեց յուրաքանչյուր հարցի, հանգիստ, հստակ ապացույցներով։ Նա ցույց տվեց փորձագետների եզրակացությունները, պատմական փաստաթղթերը, նույնիսկ Մովսիսյանի անձնական նամակները։ Եվ լրագրողները սկսեցին հավատալ։ Հաջորդ օրը պատմությունը հայտնվեց բոլոր հայկական լրատվամիջոցներում, շաբաթ անց միջազգային մամուլում։ Ամիսը չանցած Եվրոպական խորհրդարանը քննարկում էր նախագիծ Զանգեզուրը եւ պահանջում էր բացատրություններ Մոսկվայից, բայց Մոսկվան ժխտեց ամեն ինչ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ քարտեզները կեղծիք են, որ նախագիծ Զանգեզուրը երբեք գոյություն չի ունեցել, որ սա ԿՀՎ-ի դիվերսիա է, վնասելու Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններին։ Բայց աշխարհը արդեն տեսել էր ապացույցները եւ հարցերը չդադարեցին։ Ադրբեջանը նույնպես ժխտեց իր ներգրավվածությունը, բայց երբ լրագրողները սկսեցին ուսումնասիրել Բաքվի վերջին տարիների քաղաքականությունը, տնտեսական միջանցքի պահանջները, սահմանների վերանայման առաջարկները, ենթակառուցվածքների նախագծերը, նրանք տեսան նմանություններ նախագիծ Զանգեզուրի հետ։ Չափազանց շատ նմանություններ, որպիսի լինեն պատահական։ Եվ աշխարհը սկսեց հասկանալ, Էլենը եւ Գրիգորյանը ճշմարտությունն էին ասում, բայց ճշմարտությունը ունի իր գինը։ 1998-ի դեկտեմբերի 28-ին 2 շաբաթ անց մամուլի ասուլիսից Արմեն Գրիգորյանը չհայտնվեց իր գրասենյակում։ Նրա ընտանիքը ասաց, որ նա դուրս էր եկել տնից առավոտյան եւ չէր վերադարձել։ Ոստիկանությունը սկսեց որոնումներ։ 3 օր անց նրա մեքենան գտնվեց Գորիսի մոտ, դատարկ, դռները բացված։ Բայց Գրիգորյանի հետքը կորավ։ Էլենը գիտեր, թե ինչ էր պատահել։ Նա զանգահարեց Սարա Մարշալին եւ ասաց. «Նրանք վերցրին նրան»։ Սարան պատասխանեց. «Մենք գիտենք, մենք փորձում ենք գտնել նրան, բայց դուք պետք է թաքնվեք, դուք հաջորդն եք»։ Էլենը հրաժարվեց. «Ես չեմ թաքնվի։ Ես ապրել եմ այս երկրում 45 տարի։ Սա իմ տունն է, եւ ես չեմ լքի այն»։ Սարան ասաց. «Ապա առնվազն վերցրեք պահպանություն»։ Էլենը համաձայնեց։ Հաջորդ օրը 2 ամերիկացի անվտանգության մասնագետներ ժամանեցին Երևան եւ տեղակայվեցին Էլենի տանը, բայց նրանք չկարողացան պաշտպանել նրան այն բանից, որ եկավ հաջորդը։ 1998-ի դեկտեմբերի 31-ին նոր տարվա գիշեր Էլենը ստացավ փաթեթ առանց ուղարկողի հասցեի։ Ներսում էր վիդեոկասետ։ Երբ նա դիտեց այն, նա տեսավ Արմեն Գրիգորյանին նստած մութ սենյակում, դեմքը ծեծված, աչքերը փակված։ Ձայնը տեսախցիկից հետևում ասաց ռուսերեն. «Պարոն Գրիգորյանը ցանկանում է ասել ինչ-որ բան»։ Գրիգորյանը բացեց աչքերը եւ նայեց տեսախցիկին։ Նրա ձայնը թույլ էր, բայց հստակ։ «Էլեն, մի շարունակիր։ Նրանք կսպանեն բոլորիս։ Քարտեզները արժե չեն մեր կյանքները»։ Ձայնը տեսախցիկից հետևում ասաց. «Դուք ունեք 24 ժամ հրապարակայնորեն հերքելու քարտեզները եւ ներողություն խնդրելու։ Հակառակ դեպքում պարոն Գրիգորյանի ճանապարհորդությունը կավարտվի»։ Վիդեոն ավարտվեց։ Էլենը նստեց իր աթոռին եւ լաց եղավ առաջին անգամ 45 տարվա ընթացքում։ Նա զանգահարեց Սարա Մարշալին եւ ասաց. «Ես չեմ կարող անել սա։
Ես չեմ կարող թույլ տալ, որ Գրիգորյանը մեռնի իմ պատճառով։ Սարան պատասխանեց. Էլեն, եթե դուք հերքեք քարտեզները, Գրիգորյանի զոհողությունը կլինի ընդունայն, եւ Սյունիքը կլինի կորած։ Դուք պետք է ուժեղ լինեք։ Բայց Էլենը չէր կարող։ Նա գիտեր, որ Գրիգորյանը ավելին էր, քան պարզապես գործընկեր։ Նա եղել էր Մովսիսյանի ընկերը, Սյունիքի պահապանների անդամը, վերջին կապը այն անցյալի հետ, երբ հերոսները դեռ գոյություն ունեին։ Եթե նա թույլ տար, որ Գրիգորյանը մեռներ, նա դավաճաներ ամեն ինչ, ինչի համար Մովսիսյանը պայքարել էր։ Բայց եթե նա հերքեր քարտեզները, նա դավաճաներ ճշմարտությանը։ Սա էր անհնար ընտրությունը՝ մի մարդու կյանքը կամ մի ժողովրդի ապագան։ Էլենը նստեց ամբողջ գիշեր մտածելով։ Երբ առավոտյան լույսը սկսեց ներտափանցել պատուհանից, նա կայացրեց իր որոշումը։ Նա զանգահարեց Սարա Մարշալին եւ ասաց. Ես չեմ հերքի քարտեզները, բայց ես կանեմ ինչ-որ բան ավելի լավը։ Ես կհրապարակեմ ամեն ինչ, ոչ միայն քարտեզները, այլև ամբողջ պատմությունը, Մովսիսյանից մինչև այսօր։ Ես կասեմ աշխարհին, թե ինչ գնով է պաշտպանվել Սյունիքը, եւ ես կասեմ նրանց, թե ինչ գնով է այն դեռ սպառնում։ Սարան ասաց. Բայց Գրիգորյանը… Էլենը ընդհատեց. Գրիգորյանը կհասկանա։ Նա միշտ հասկացել է, որ ճշմարտությունը ավելի կարևոր է, քան մեկ կյանքը։ 1998-ի հունվարի առաջին օրը Էլենը տվեց երկրորդ մամուլի ասուլիսը։ Այս անգամ նա ոչ միայն ցույց տվեց քարտեզները, այլև պատմեց ամբողջ պատմությունը, ինչպես Մովսիսյանը աշխատեց ԿՀՎ-ի հետ, ինչպես Մարշալը օգնեց նրան, ինչպես Սյունիքի պահապանները զոհաբերեցին իրենց կյանքները, ինչպես Գրիգորյանը առևանգվեց, որովհետև համարձակվեց ասել ճշմարտությունն։ Նա ցույց տվեց վիդեոն Գրիգորյանի հետ, եւ նա ասաց մի բան, որը ոչ ոք չէր սպասում։ Ես գիտեմ, որ նրանք կսպանեն Գրիգորյանին։ Ես գիտեմ, որ նրանք հավանաբար կսպանեն ինձ էլ։ Բայց ես նաև գիտեմ, որ եթե մենք լռենք, Սյունիքը կմեռնի։ Ոչ այսօր, ոչ վաղը, բայց 10 տարի անց, երբ նախագիծ Զանգեզուրը ավարտվի։ Եվ այն ժամանակ ոչ ոք չի հիշի Մովսիսյանին, ոչ ոք չի հիշի Սյունիքի պահապաններին, ոչ ոք չի հիշի, որ մենք փորձեցինք զգուշացնել ձեզ։ Նրա խոսքերը տարածվեցին ամբողջ աշխարհում, եւ աշխարհը սկսեց ուշադրություն դարձնել, բայց Էլենի վախերը իրականացան։ 1998-ի հունվարի 5-ին Արմեն Գրիգորյանի մարմինը գտնվեց Դեբեդի կիրճում։ Պաշտոնական տարբերակը՝ ինքնասպանությունը։ Ինքնասպանություն։ Բայց բոլորը գիտեին ճշմարտությունը։ Գրիգորյանի թաղմանը մասնակցեցին հազարավոր մարդիկ։ Էլենը կանգնած էր հեռվից եւ դիտում։ Նա չէր կարող մոտենալ, վախենալով, որ իր ներկայությունը կվտանգի ուրիշներին։ Բայց նա տեսավ դեմքերը՝ ցավ, զայրույթ, վախ։ Եվ նա տեսավ նաև ինչ-որ բան այլ՝ վճռականություն։ Այդ մարդիկը հասկացել էին, որ Գրիգորյանը մեռել էր ոչ թե ընդունայն, այլ ճշմարտության համար։ Եվ նրանք չէին մոռանա։ Թավումից հետո Էլենը վերադարձավ իր տուն։ Նա գիտեր, որ իր օրերը հաշված են, բայց նա նաև գիտեր, որ իր առաքելությունը ավարտված է։ Քարտեզները հրապարակված էին, պատմությունը պատմված էր, աշխարհը գիտեր ճշմարտությունը։ Այժմ մնում էր միայն սպասել, տեսնելու թե արդյոք այդ ճշմարտությունը բավարար կլինի փրկելու Սյունիքը։ 2 տարի անց, 2000-ի մարտին, Էլեն Քարթերը մեռավ իր տանը Երևանում։ Պաշտոնական տարբերակը՝ սրտի կաթված։ Բայց նրա ընտանիքը գիտեր, որ նա մեռավ այն ճնշումից, որը կրել էր վերջին 2 տարիների ընթացքում, անընդհատ սպառնալիքներ, հետևում, մեկուսացում։ Նրա թաղմանը մասնակցեցին միայն մոտ մարդիկը, բայց նրա պատմությունը չմեռավ նրա հետ։ Քարտեզները մնացին, փաստաթղթերը մնացին, եւ հիշողությունը մնաց մի կնոջ մասին, ով ապրեց 45 տարի գաղտնի կյանքով, որպեսզի պաշտպանի մի երկիր, որը նա սիրեց ավելի, քան իր սեփական հայրենիքը։ Նրա տանը, նրա սեյֆում հետազոտողները գտան մի վերջին նամակ, ուղված ապագա սերնդին։ Նամակում Էլենը գրել էր. «Եթե դուք կարդում եք սա, նշանակում է ես այլևս չեմ ապրում։ Բայց իմ առաքելությունը շարունակվում է ձեր միջոցով»։ Քարտեզները, որոնք ես պահպանեցի, ապացույցն են, որ Սյունիքը միշտ եղել է թիրախ, հին ժամանակներից մինչև այսօր։ Եվ այն կշարունակի լինել թիրախ, մինչև դուք
բավականաչափ ուժեղ կդառնաք պաշտպանելու այն։ Ոչ միայն զենքով, այլև ճշմարտությամբ։ Ոչ միայն զորքով, այլև միասնությամբ։ Հիշեք Մովսիսյանին, հիշեք Սյունիքի պահապաններին, հիշեք Գրիգորյանին և հիշեք, որ յուրաքանչյուր սերունդ ունի իր պարտականությունը, պաշտպանել այն, ինչ նախորդ սերունդը փրկել է։ Այսօր, 26 տարի անց Էլենի մահից, քարտեզները դեռ գոյություն ունեն։ Դրանք պահվում են Հայաստանի ազգային արխիվում հատուկ պաշտպանության տակ, բայց դրանք նաև հասանելի են հանրությանը, թվայնացված, թարգմանված 10 լեզուներով։ Ցանկացած մարդ կարող է տեսնել դրանք և հասկանալ, թե ինչ վտանգ է սպառնացել Սյունիքին և ինչ վտանգ դեռ սպառնում է։ Որովհետև նախագիծ Զանգեզուրը չի մեռել Գրիգորյանի և Էլենի հետ։ Այն միայն փոխակերպվել է կրկին, նոր անուններով, նոր մեթոդներով, բայց նույն նպատակով։ Եվ հարցը մնում է. արդյոք մենք պատրաստ ենք դիմակայել այն։ Արդյոք մենք սովորել ենք Մովսիսյանի դասերից։ Արդյոք մենք հիշում ենք Սյունիքի պահապանների զոհողությունները։ Թե մենք մոռացել ենք, և պատմությունը պատրաստվում է կրկնվել։ Բայց կա մի բան, որը չի կարող մոռացվել։ Այն մարդկանց համարձակությունը, ովքեր ասացին ոչ։ Մովսիսյանը, ով հրաժարվեց ստորագրել Կարպուխինի ուլտիմատումը։ Մկրտչյանը, ով օգնեց նրան թաքցնել ապացույցները։ Պետրոսյանը, ով մեռավ պաշտպանելով սահմանները։ Ավագյանը, ով անհետացավ Մոսկվայի բանտերում։ Գրիգորյանը, ով զոհաբերեց իր կյանքը ճշմարտության համար։ Եվ Էլենը, ով ապրեց 45 տարի գաղտնի կյանքով, որպեսզի պաշտպանի մի երկիր, որը նա սիրեց։ Այս մարդիկը չէին հերոսներ, որովհետև նրանք ուներին գերբնական ուժեր։ Նրանք հերոսներ էին, որովհետև նրանք ընտրեցին լինել հերոսներ, այն պահին, երբ ընտրությունը ամենադժվարն էր։ Եվ նրանց ընտրությունը փրկեց Սյունիքը։ Առնվազն այն ժամանակ։ Բայց ինչ կլինի հիմա։ Ինչ կլինի վաղը։ Ո՞վ են այսօրվա Սյունիքի պահապանները։ Ո՞վ կլինի հաջորդ Մովսիսյանը, ով կասի ոչ, երբ ճնշումը կդառնա անտանելի։ Ով կլինի հաջորդ Էլենը, ով կապրի գաղտնի կյանքով, որպեսզի պաշտպանի ճշմարտությունը։ Մենք չգիտենք, բայց մենք հույս ունենք, որ երբ այդ պահը գա, կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն կանգնել։ Ոչ որովհետև նրանք անվախ են, այլ որովհետև նրանք հասկանում են, որ որոշ բաներ արժեն ռիսկը, որոշ բաներ արժեն զոհությունը։ Եվ զոհողությունը, և Սյունիքը, այդ լեռները, այդ ճանապարհները, այդ գյուղերը, այդ մարդիկը արժեն ամեն ինչ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթե դուք հետևել եք այս ողբերգական պատմությանը մինչև վերջ, գրեք մեկնաբանություններում, թե որ քաղաքից եք։ Մեզ համար կարևոր է իմանալ, թե որտեղ են դեռ հիշում Վլադիմիր Մովսիսյանին։ Եվ բաժանորդագրվեք ալիքին, չբաց թողնելու ճշմարտությունը պատմության կուռքերի մասին։